Ողջույն, ես Դավիթն եմ, Վահագնի որդին, ամփոփելու ենք շաբաթվա ամենակարևոր իրադարձությունները մի ալիքում, որտեղ լուրերը ոչ թե ուղղակի ներկայացում են, այլ փորձում բացատրել։ Այս եթերում դիտեք. Չներված հարցազրույցն ու կոշտ ձերբակալությունները, ով էր գործ տվողը, պետական հարստությունն ու ներքաղաքական սնանկությունը, ազգային ժողովի հարց ու պատասխանը, հետ պետություն, կարճ միացում, որքան աշխատավարձ է վճարում Սամվել Կարապետյանը Ռոմանոս Պետրոսյանին։ Ցմահ բանտարկություն թե շուտափույթ ազատում, Բաքվի շինծու դատավարության նպատակը, անասնակեր քաղաքական անասնապահության համար, ցորենն ու ռուսական հետախուզությունը, ով էր խփել թուրքական ինքնաթիռը, սլաքները Մոսկվա, եւ վերջում, ընտրություններ վաղաշաբաթում, ով կհաղթի անհաղթին։ Անսպասելի չեմ կարծում, սկանդալային գուցե, սակայն հաստատ ոչ զարմանալի։ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի կրտսեր եղբորը Վազգեն Սաղաթելյանին այս շաբաթը ԱԾ հատուկ ջոկատայինները դուրս բերեցին տնից, կարծես ահաբեկչության մեջ կասկածվող մեկի։ Դիմակավորված մարդիկ, հոլորած թևեր, իջեցված գլուխ, մի խոսքով կադրերը նայելիս կարելի է կարծել, որ ինչ որ բանդա է բացահայտվել, որի պարագլուխ ով է Վազգեն Սաղաթելյանը։ Դրան գրեթե զուգահեռ մեկ այլ տնից դուրս էին բերում Նարեկ Սամսոնյանին, որը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք տարբեր ֆունկցիաներ է կատարել իշխանության համար մեծամասամբ թաքնված։ Նրանել էին ԱԱԾ աշխատակիցները որոշել դուրս բերել շուքով, ֆանֆարներով, այնպես որ հանկարծ մեկը չշշկրվի, հա։ Ու բերման ենթարկելու պահ ֆիքսել էր Ազատության տեսախցիկը Ազատություն ռադիոկայանի։ Սամսոնյանն ավելի ուրախ էր իրավիճակից, քան Սաղաթելյանը։ Ինքը ժպտում էր տեսախցիկի առաջ, մի բան էլ օգնում էր ԱԱԾ աշխատակիցներին ճիշտ օգտվել վերելակից, որ վերջապես դռները փակվեն իրեն էլ տանեն։ Այս երկու երիտասարդների համար սա իհարկե նորություն չէր, բայց ինչն է իրենց կապում։ Վերջիններս հայտնի են իրենց շատ յուրօրինակ բառամթերքով, որը իհարկե հասցեագրված է իշխանությանը կամ դրա առանձին բարձրաստիճան ներկայացուցիչներին։ Իրենք իշխանությանը յուրահատուկ սիրով են սիրում եւ ոչ առաջին անգամ։ Տղաները վաղուց վարում են իմնեմնիմի բլոգը, որը հեռարձակվում է անտիֆեյք հալիկով։ Ու հենց այդ անտիֆեյքի եթերում էին տեղի ունեցել Սերժ Սարգսյանի հայտնի 7 ժամ տևած ոդքասթը, հարցազրույցը, որի ժամանակ սպասելիորեն Սերժ Սարգսյանը մեղադրել էր գործող իշխանություններին բոլոր նախկինում հնչեցված արդեն սովորական դարձած մեղքերի մեջ։ Որոշ այսպես կոչված գաղտնիքներ էր բացել ու ըստ էության Փաշինյանին սա հավանաբար դուրս չէր եկել։ Քանի որ Սարգսյանը իրավունք ունի գտնվել դաշտում, բացառապես երբ Նիկոլ Փաշինյանին դա անհրաժեշտ է իբրև քաղաքական խրտվիլակ, բայց ոչ այն դեպքում, երբ ինքը ցանկանում է ինչ-որ հայտարարություններ անել։ Ուրեմն, Սամսոնյանն ու Սաղաթելյանն էլ չէին կարող նման իրավունքը տրամադրել Սարգսյանին, խոսել ինչպես հեղափոխության օրերին տեղի ունեցածի, այնպես էլ որոշ պատճառահետևանքային կապերի մասին։ Բայց քանի որ Փաշինյանը շատ իմպուլսիվ է, կարծես, ու չի կարողանում կառավարել Facebook-յան ստատուսները իր։ Պոդքասթից հետո վաղ առավոտյան արթնացավ ու Սերժ Սարգսյանի հարցազրույցը դարձրեց ավելի պոպուլյար իր Facebook-յան էջում գրված բազմաթիվ ստատուսներով։ Իրականում ավելի հետաքրքիր կլիներ, որ Փաշինյանը պարզապես կիսվեր իր Facebook-յան էջում Սարգսյանի պոդքասթով ու ուղղակի ինչ-որ ծիծաղող սմայլիկ դներ, քան մանրակրկտորեն փորձեր պատասխանել Սարգսյանին, ըստ էության էլ ավելի մեծ նշանակություն տալով եւ լայն ռեզոնանս տալով Սարգսյանի խոսքին, բայց Փաշինյանը չի սիրում նման դեպքերում երկար մտորել քաղաքական տեխնոլոգիաների շուրջ։ Ինքը վերցնում ու գրում է ու իր գրածով այդ հարցազրույցը եւ դրա դիտողականությունը բարձրանում է մինչեւ 200,000 եւ ավելի, եթե չեմ սխալվում արդեն։ Իսկ հետո պարզվում է, որ ինքն այդ թիվն էլ չի կարող հանդուրժել։ Բայց անհանդուրժողականության արտահայտման բեռը մնում է այլոց վրա, պարզվում է, որ Սաղաթելյանի ու Սամսոնյանի վարքից դժգոհ է ոչ թե ինչ որ մեկը, այլ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ձերբակալություններից մի քիչ ավելի ուշ պարզվում է, որ Ալեն Սիմոնյանն է իր բողոքով իրավապահներին կամ իրավական առումով հայտնել դժգոհություն ու ինքն է մատնանշել Սաղաթելյանի ու Սամսոնյանի կողմից հնչեցված հայտարարություններին, դրանցում առկա սպառնալիքներին եւ վիրավորանքներին։ Մինչ սա հայտնի կդառնար, քննչականը հայտարարություն է տարածում, որ Սամսոնյանը մեղադրվում է խուլիգանության համար։ Պատճառը իմնեմնիմի պոդքասթի նոյեմբերի 10-ի թողարկումն է, որտեղ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը անդրադարձել են ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, իսկ դա այդ նույն եթերն էր, որտեղ հյուրեր գնացելով ճիշտ է Սերժ Սարգսյանը։
Իսկ ավելի ուշ արդեն հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանը դատական հայցով պահանջում է, որ Վազգեն Սաղաթելյանը հրապարակային ներողություն խնդրի վիրավորանքի համար եւ փոխհատուցի 2 միլիոն դրամ եւ որպես դատական ծախսերի փոխհատուցում եւս 530,000 դրամ։ Ու քանի դեռ Սիմոնյանը, ազգային ժողովի նախագահ, սա պահանջում էր, Սաղաթելյանին ու Սամսոնյանին դատարանի վճռով ուղարկեցին երկամսյա կալանքի։ Այդ այնց, Սերժ Սարգսյանի հարթակ տալը, նրան հարթակ տալը էժանգին չունի, ու իհարկե շատերը զարմացան։ Ալեն Սիմոնյանի բողոքը ներկայացնում է ժամերի ընթացքում Սաղաթելյանին ու Սամսոնյանին ձերբակալում են, Փաշինյանը բարկանում է, ԱԱԾ-ն գործում է, իսկ Ալեն Սիմոնյանը բացատրում, թե ինչ տեղի ունեցավ։ Առաջարկում եմ լսել։ Ես հաղորդում եմ ներկայացրել եւ լրիվ տրամաբանական եմ համարում, այսինքն եթե սպառնալիք է հնչում, ես ինչ պետք է անեմ, կամ այն խուլիգանությունը, որ իրենք իրենց թույլ են տալիս եթերով, կամ մարդկանց անձնական կյանք, ընտանիք, անկողին մտնելու պարագայում, բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են պաշտպանել, արդարացնել այդ մարդկանց, ես առաջարկում եմ պատկերացնել մի իրավիճակ, երբ որ ես իմ հեռախոսը կվերցնեմ եւ կմտնեմ եւ կխոսեմ օրինակ իրանց սեռական կյանքից, իրանց ընտանիքի, իրանց անդամներին, ամեն օր սեռական հայհոյանքներ կհնչեցնեմ իրենց հասցեներին եւ կսպառնամ, որ ես իրենց հետ հաշվեհարդար եմ տեսնելու եւ առաջարկում եմ իրենք դրանից հետո դրական էմոցիաներով եւ չդիմեն ոստիկանություն եւ ինչ որ ձևերով փորձեն այդ հարցը լուծեն։ Այլ հարց է։ Արդյոք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի շատ բարձր աթոռ զբաղեցնող մարդն է, որ պիտի իջնի ու հասնի ոդքասթ վարողների մակարդակին ու տուրք տալով վերջիններից հայհոյանքներին ուշադրություն դարձնի նրանց։ Տեսեք, Փաշինյանն ինքն է զարմանում, երբ ասում եմ, ինչու է ամբողջ ներքաղաքական օրակարգը շեղում ընդդիմության պահանջների կամ օրակարգերի վրա։ Ինչու չեք խոսում մարդկանց հետ։ Արդյոք ընդդիմության ազգային ժողովի դահլիճում նստածներն են ամբողջ ժողովրդի ներկայացուցիչը, արդյոք ընդդիմությունն է ամբողջ ժողովուրդը, որ բան ու գործ թողած անդադար նախկիններին է քիշում կամ արձագանքում իրենց։ Իդեպ ինքը պատասխանեց այդ հարցին ազգային ժողովում վերջին ելույթներից մեկի ժամանակ ու առաջարկում եմ իր մոտեցումը այս հարցին լսել անձամբ իրենից, Փաշինյանից։ Հայաստանի քաղաքացիները մի փոքր կամ ավելի շատ նյարդայնանում եւ մեզ մեղադրում են նրանում, որ մենք դեռ շարունակում ենք արձագանքել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի եւ նրանց առաջնորդած ուժերին, որովհետեւ երբեմն քաղաքացիները, ես ուզում եմ վերջին շրջանի արձագանքների մասին խոսել, նրա մասին են, որ մարդիկ ասում են մեկ-մեկ նենց տպավորությունն է, որ շատ հարմար է տեղ է դա ձեզ համար եւ այդ խոսակցությունների մեջ մտնում եք, որպեսզի այն իրական խնդիրները, որ կան, որ պետքա քննարկենք, լուծումները գտնենք, բանաձևեր գտնենք, դրանցից խուսափենք, որ իբր դրանցից խուսափենք։ Իրականում խնդրեմը ուրիշ տեղ է։ Իրականում խնդրեմը հետեւյալի մեջ է, որ հենց խորհրդանական երկրի կառավարման առանձնահատկությունը այն է, որ հիմնական խոսակցության կողմերը կառավարող մեծամասնությունն է եւ ընդդիմությունը։ Եվ իրապես, պարոն վարչապետ, հիմնական խնդրեմը հենց դա է, որ ձեր հիմնական թիրախն ընդդիմությունն է։ Դուք խոսում, գործում, շարժվում, առաջնորդվում եք այդ ընդդիմության շատ հմուտ փաթաթված թեզերով ու օրակարգերով։ Դուք մոռանում եք հավանաբար, որ հաշվետու եք ոչ թե խորհրդանական ընդդիմության, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որ պիտի պատասխանեք ոչ թե ընդդիմության հարցերին, որոնք ազգային ժողովում ինստիտուցիոնալ փոքրամասնություն են ու չեն կարող ներկայացնել ամբողջ ժողովրդին, այլ պիտի ձեր խոսքն էլ, հաշվետվությունն էլ, օրակարգերն էլ շարադրեք խոսքն ուղղելով Հայաստանի բոլոր քաղաքացիներին։ Հեշտ է բավարարել փոքրամասնության օրակարգն ու նրանց պատասխանել նույն լեզվով, նույն ոճով ու նույն տոնով, բայց ավելի դժվար է պատասխանել լայն հասարակության հարցերին։ Ընդդիմությունը իշխանության համար ընդդիմանալու լավ սուբյեկտ է։ Ընդդիմացեք, թվում է բավարարեցիք բոլորին այդ ընդդիմանալով, իշխանությունը ընդդիմանալով ընդդիմությանը, բայց սխալվում եք, որ քանի որ ազգային ժողովի ընդդիմությունը չի ներկայացնում իրապես ամբողջ Հայաստանը ու դասական առումով ներկայացնում է պարզապես իշխանության փոքրամասնությունը, դուք հաշվետու եք խոշոր հաշվով ամբողջ հասարակությանը, ոչ թե պարզապես պարլամենտի փոքրամասնության, այսինքն իշխանության փոքրամասնությանը։ Ուրեմն, պարոն վարչապետ, գուցե ժամանակն է խոսել են մարդկանց հետ, որոնցից կախված է ձեր իշխանության մնալ, չմնալու հարցը։
քան նրանց հետ, օրինակ, որոնցից բացարձակ կախված չէ ձեր քաղաքական առումով դերարտադրվելու հարցը։ Գուցե բավական է ձեր ձեռքով ճոխացնել այլոց դերն ու սկսեք իրական տերերին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հուզող հարցերին պատասխանել։ Ես իհարկե հասկանում եմ, որ այդպես դժվար է, այդտեղ պատասխանելու առարկայական բաներ կան, մինչդեռ ընդդիմությանը անդադար կարելի է հիշեցնել, որ իրենք նախկիններ են, թալանչիներ ու սևեր, եւ այսպես միշտ նրանց ֆոնին լավը երևա։ Բայց երբ դուք մնում եք մենակ, իսկ մեկ-մեկ այդպես պատահում է, ու դահլիճում նախկիններ չկան, դուք եւս լավ հասկանում եք, որ ձեր հարց ու պատասխանները չեն անցնում այդքան դիտարժան, որքան կցանկանաք ու վերջապես խոստովանել է պետք, որ դատապետելով ու մտրակելով նախկիններին ավելի հեշտ է քողարկել իրական մարտահրավերները եւ սեփական սխալները, իսկ անհաջողությունների դեպքում կարելի է հմտորեն այդ ընդդիմադիրների գրպանը գցել բոլոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ։ Օրինակ Սերժ Սարգսյանի գրպանը։ Ինքը չբանակցեց, դրա համար մենք չկարողացանք Արցախը պահել։ Նրանք վատն են, հրսաստրուկ, գործակալ, դրա համար էլ մենք կարող էինք կորցնել պետությունը, կան իշխանական պնդումներ։ Նրանք հակապետական են, ըստ էության, ինչպես դուք եք նշում, բայց ձեր հետ ազգային ժողովում նստած են ու դուք հիմնական թիրախ եք նշանակում նրանց։ Մեղադրանք չկա, արձանագրում եմ։ Մենք հասկանում ենք այս տեխնոլոգիան ու գիտակցում ենք ձեզ համար դրա արդյունավետությունը։ Նույնն են Ալեն Սիմոնյանի բողոքի մասին կարելի ասել։ Ազգային ժողովի նախագահը, որ խորհրդարանական երկրում զբաղեցնում է պետության երկրորդ ամենաբարձր պաշտոնը, կարող է իր ծանր տեղը թեթևացնել բլոգերների հետ պայքարելու համար ու ըստ էության նրանց տալով մի այնպիսի նշանակություն, որպեսին չէին ունենա դրանից առաջ, բողոք ներկայացնել ու այնպիսին, որ ԱԱԾ-ն իր հատուկ ջոկատայիններով, բանն ու գործը թողած, գնա երկու բլոգերի բռնելու, այդպես նշանակություն տալով։ Այդքան նշանակալի են դարձել Փաշինյանի թիմի վարքից հետո, ինչպես հիմնեմնի մի ոդքասթի հաղորդավարները, այնպես էլ ինքը Սերժ Սարգսյանը, որը 7 ժամ խոսել է այդ ոդքասթի եթերում ու հավաքել 100 հազարավոր դիտումներ։ Նշանակալի են դարձել հենց Փաշինյանի ու թիմակիցների շնորհիվ, ու սա գոնե թե իմ հանրային կապերի եւ հաղորդակցության դիպլոմավորված մագիստրոսի համար առավել քան պարզ ու անհերքելի մեխանիզմ է, որը օգտագործում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը Հայաստանում։ Իսկ ինչ են հուզել նրանց, որ չդիմացան, որ որոշեցին Սերժ Սարգսյանի ռեյտինգը բարձրացնել քաղաքացիական պայմանագրի ամբողջ թիմով։ Ես առաջարկում եմ դիտել մանրամասները ռեպորտաժում, որը պատրաստել է իմ գործընկեր Սիմոն Հովհաննիսյանը, այնտեղ ինքը եւ ներկայացնում է Քոչարյանի հետ հարցազրույցը 1 ժամանոց եւ Սերժ Սարգսյանի հետ ոդկասթը 7 ժամանոց եւ դրա բոլոր պատճառահետևանքային կապերը։ Անցած շաբաթ կիրակին այնքան բուռն ու ծավալուն էր քաղաքական հայտարարությունների իմաստով, որ այդ ընթացքում կհասցնեիք Netflix-ի սերիալներից մեկի մի ամբողջ սեզոն դիտել։ Մոտ 7 ժամ է տևել երրորդ եւ մոտ 1 ժամ երկրորդ նախագահների հարցազրույցները։ Սակայն ձեր ժամանակը խնայելու համար մենք կարևոր մտքեր ներկայացնում ենք 5 րոպեում։ Ստեղծեցին իդեալական պայմաններ պատերազմը սկսելու համար։ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հիմնական մի քանի պատճառ են ընդգծում, թե ինչու Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ։ Երկու նախագահների խոսույթում էլ բանակցային գործընթացի փակուղի մտնելն էր։ Նրանք մեղադրում էին Նիկոլ Փաշինյանին դա անելու համար, ինչը ուղեկցվեց դաշնակիցների հետ հարաբերությունների վատացումով եւ բանակի մարտունակության անկմամբ։ Բանակցային գործընթացի ձախողումը բերեց նրան, որ ոչ մեկը չդատապարտեց Ադրբեջանին, մեր կողքին ոչ մեկը չկանգնեց։ Ամենանդեպս հրապարակային։ Բանակը թուլացած էր, ուրեմն պատերազմում հաղթելու հավանականությունը շատ ավելի մեծացավ, քո դաշնակիցների հետ հարաբերությունները փչացրել ես, ուրեմն իրենց ուղղակի միջամտության հավանականությունը եւս փոքրացավ։ Հիմա այդ քայլեր կարող են անել միայն անպատասխանատու մարդ։ Կամ եթե դա չի արվել դիտակցաբար, այսպես ասենք, պատերազմը հրահրելու համար։ Ոչ, դաշնակիցներն էլ էին 3 մատի կոմբինացիա ցույց տալիս, մատնացույց անելով երկու հանգամանք։ Առաջին ՀՀ ՀԱՊԿ անդամ լինելը, երկրորդ այն, որ տրամադրվող միջոցները կարող են տեղակայվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք չհանդիսացող տարածքներում։ Մենք էլ որտեղից ինչ հնարավոր էր դա էինք փորձում ձեռք բերել, փորձում արդիականացնել։ Իդեպ այդ պահին Հայաստանի Հանրապետությունում գործող ամենաբարձրաստիճան ձեր նշանակած զինվորականների խորհուրդներին ու ռեկոմենդացիաներին ի պատասխան։ Նախկին առաջին դեմքերը նաև հիշեցնում են, որ պատերազմի հանգամանքները քննող մի ամբողջ հանձնաժողով էր ստեղծվել ազգային ժողովում, որի եզրակացությունը սակայն այդպես էլ չներկայացվեց խորհրդարանում։ Ինչու Ադրբեջանը պատերազմ սկսեց։ Երրորդ նախագահն իր մյուս վարկածն է ասում։ Ադրբեջանական եւ թուրքական հետախուզությունները շատ լավ
տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին եւ տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավականին ընկել էր։ Փաշինյանը երրորդ նախագահի պնդումներին իրեն բնորոշ լեքսիկոնով է արձագանքել։ Իմացել ես, որ բանակի փոխարեն Բաքից շլանգով բենզին ու սալյարկա քաշելու համակարգ ունես 2018 թվականի դրությամբ եւ ոչ թե բանակ։ Սերժ Սարգսյանը մի քանի այլ պատճառներ էլ է առաջ քաշում պարտության համար, ասում է մոբիլիզացիան լավ չի արվել։ Հետո իրենց հետ համագործակցություն չի գնացել։ Օրինակ Արայիկ Հարությունյանը իրեն չի ընդունել, անգամ երբ վատ կանխատեսումներ կային։ Չեմ կարծում, որ ինքը ընդհանրապես ընդունակ է խորհուրդ լսելու։ Չեմ կարծում։ Ամենից անհասկանալի կետը ինձ համար հոկտեմբերի 18-ին, թե 18-19-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մերժեց պատերազմը կանխեցնելու ռուսական առաջարկին։ Ադրբեջանը համաձայն էր եւ Նիկոլ Փաշինյանը մերժեց հստակ իմանալով, որ պատերազմը պարտվելու է, որովհետեւ գլխավոր շտաբը զեկուցել է ուղղակի, որ պատերազմը շարունակելու ռեսուրս բանակը այլևս չունի։ Ես զարմանում եմ, ինչպես է հնարավոր մի քանի ժամում կորցնել հակաօդային պաշտպանության միջոցների կեսը։ Անհնար է։ Ինչ կա չհասկանալու, ձեր թողած հոփ համակարգը ոչ թե առանձին վերցրած միջոցները, այլ ընդհանուր առմամբ հոփ համակարգը մետալալոմ էր։ Բառից բուն իմաստով մետալալոմ։ Իսկ դաշնակիցները մեզ 3 մատի կոմբինացիա են ցույց տալիս դրանք նորացնելու հայցերին ի պատասխան։ Ձեզ էլ էին 3 մատի կոմբինացիա ցույց տվել, հակառակ դեպքում 2018 թվականի դրությամբ մետալալոմի փոխարեն այլ բան արկա կլիներ։ Բացատրությունը հետևյալն է։ Բանակի մարտական պատրաստության խնդիրներից բացի երկրի առաջին դեմքերը նաև բանակցային փաստաթղթերին անդրադարձան։ Մասնավորապես Սերժ Սարգսյանը խոսեց 2019 թվականին առաջարկված տարբերակի մասին։ Ըստ էության դա նույն փաստաթուղթն է, որի մասին Փաշինյանն ասում էր։ Ուղղված էր Հայաստանի Հանրապետության նախագահին, իսկ ինքը վարչապետ է։ Կարծում եմ, որ ինքը նախ մանրամասն չի կարողացել սկզբից տիրապետել բանակցային գործընթացին, որովհետև զուտ միայն փաստաթղթեր ընթերցելով դժվար էր համոզվել, թե այդ փաստաթղթերը ուր են տանում կողմերին։ Ես մի քիչ այլ կերպ էի պատկերացնում։ Կարծում էի, թե տվել են փաստաթուղթ, որը ընդունելի չի մեզ համար։ Բայց բանից պարզվում է, որ այդ փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք հանգիստ կարելի էր օգտագործել։ ՍՍՆ էլի խոսել է բանակցային փաստաթղթերի մասին։ Հետ չնեղվեց բանակցային պատմության առանցքային թղթերը, ներառյալ 2019 թվական, դասավորել եմ։ Հիմա սքան ենք անում ու մինչև տարվա վերջ հրապարակելու եմ։ Արանքներում դնելով նաև մի քանի հրապարակային թղթեր։ Նաև քո գրած մի նամակն եմ մեջը դնելու, որ չմտածես առ եմ համարում, որ զարթնես ՏՊԼ-ին ու ՔՌ-ին էլ խաբար արա։ Հարցազրույցները միայն 44-օրյա պատերազմի մասին չէին։ Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաև օգոստոսի 8-ին կնքված փաստաթղթի մասին։ Իհարկե ասում է դա ավելի վատն է, քան նոյեմբերի 9-ին ստորագրվածը, բայց պետք է փորձել մեկ այլ պայմանագրով սրա կատարման երաշխիքները ստանալ։ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է երկու զրույցն էլ։ Իր համար վերահաստատել է, որ Ղարաբաղի հարցը որոշ ուժերի ձեռքում եղել է թոք Հայաստանի Հանրապետությունը մոտակա ծառից կապելու համար։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Օրենսդիրում գործադիրը մեր փողերն էր հաշվում։ Էլ դրամապանակներս մտավ, էլ տաբատի հետևի գրպանը, էլ պիջակի ներսի գրպանը փորփրեց։ Կոպեկ հաշվում են մեր փողերը եւ այդ ընթացքում չէին մոռանում հիշեցնել, որքան է մեր պարտքը դարձել եւ որ գրպանում են այդ պարտքը տեղավորելու։ Հետո թե որ գրպանից որքան են հանել, որ ծախսեն սոցիալականի, ռազմականի, կրթականի վրա, սակայն այս ամենից զատ հիշեցնել, որ քաղաքական օրակարգել կա փողի մեջ, այդ չմոռանանք։ Ներկաները փողի համատեքստում հիշում էին նախկիններին, նախկինները մեղադրում ներկաներին ու ստացվում է գոնե մեզ պատմեն, թե իրենք երկուսով, այսինքն իշխանությունը, դրա փոքրամասնությունը, մեծամասնությունը, իշխանությունն ու ընդդիմությունը մեր փողերը որքան են ծախսել, որտեղ են ծախսել, ինչ նպատակով, քննարկում էին եկեղեցին, Ղարաբաղը եւ արտաքին քաղաքականությունը խոշոր հաշվով։
Այդքան կտրվել են ազգընտիրները մարդկանցից։ Տեսեք, մեզ ինչ է հետաքրքրում իբրև քաղաքացիներ, որ մեր վճարած հարկերը արդյունավետ ծախսվեն, չէ, որ մեր հալալ քրտինքով աշխատած փողերը դես ու դեն շահ չտան իրենց ներքաղաքական խնդիրները լուծելու համար։ Ինչ որ նախագծեր չանեն, որոնք երկարաժամկետ հեռանկարում մեր երեխաներին օգուտ չեն տա, իսկ իրենք ազգային ժողովում մեզ օգուտ բերելու մասին խոսելու փոխարեն խոսում են մեղադրանքների մասին։ Դե մենք էլ նստած լուր ու մունջ լսում ենք։ Պարզ հարց եմ տալիս։ Կարող եք պատասխանել մեկնաբանությունների հատվածում, խոսքս հեռուստադիտողներին։ Բյուջեի քննարկումների ժամանակ ձեզնից որևէ մեկը վերջը ստացավ իր փայաբաժին պատասխանը, թե որտեղ ու ինչպես են ծախսվել ձեր փողերը, կամ ինչպես են ծախսվելու, որքան են վերցրածից հետ դնելու եւ որքանը պակասեցնելու։ Ես օրինակ չստացա պատասխաններ, ավելին, նյարդայնացա ու հասկացա, որ ինձնից լավ իմ փողերը ոչ մեկ կառավարել չի կարող, իսկ սա աղետալի եզրահանգում է պետություն ունեցող քաղաքացու համար, քանի որ մեզ հաշվետու լինելու փոխարեն իշխանության մեծամասնությունն ու փոքրամասնությունը լվանում էին միմյանց ոսկորները, հաշվում ատամները։ 7 միլիարդ ավելացած պարտք, իդեպ բոլորիս ուսերին ավելացած պարտք։ Փաշինյանը թեպետ հանգիստ հայտարարում է կամ հանգստացնում է բոլորին, ասում է ծախսել ենք, լավ ենք արել, ծախսել ենք զենքի վրա, որովհետև պետք էր, լսենք։ Մի հատ էլ ասում են 8 միլիարդ պարտք արտաքին աճել, ինչ է կարել, նայում եմ ձեր վրա, նայում ասում եմ, նայում եմ ձեր վրա, հասկանում եմ, թե չգիտեք ինչ են կարել։ Լավ, չենք ուզում ասենք, էդ էլ ասենք, զենք ենք առել։ Զենք ենք առել։ Պարտքով ենք զենք առել։ Այո, պարտքով ենք զենք առել, ինչի, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից։ Թե ինչ տեղի ունեցավ ընթացքում, ինչպես հանկարծ բյուջեի քննարկումը վերածվեց հերթական ներքաղաքական գզվռտոցին, ռեպորտաժում, որն ըստ էության ապացուցում է, որ պետական հարստության բյուջեի թիկունքում թաքնված է տոտալ քաղաքական սնանկություն։ Ազգային ժողովում քննարկում էին 2026 թվականի բյուջեն ու հիշում նախորդ տարիների բյուջեները, ինչ որ կերպ այս քննարկումների մեջ տեղավորվեց նաև եկեղեցին։ Իրական հոգևոր արժեքներ կրող քաղաքացիները մեր կողքին են եւ մենք բոլորս միասին կարողանալու ենք շատ շուտով վեհարանը իրականում վերադարձնել վեհին։ Իսկ Քրիստինե Վարդանյանը հեգդանքով է արձագանքում իշխանական падգամավորին, ասում է 10 թեմերից 3-ի առաջնորդները ձերբակալված են, արդյոք դա պատահական է։ 10 թեմ ունի Հայաստանի Հանրապետությունը։ 10 թեմ։ Ինչ եք կարծում, քանի թեմի առաջնորդը հենց հիմա, երբ որ ես խոսում եմ, բանտում։ 3։ Չէ, սա հանկարծ սխալ չհասկանաք։ Սա բանը, եկեղեցու դեմ արշավ չի, չէ, կապ չունի դա որևէ կերպ եկեղեցու արշավի, վեհափարի նկատմամբ արշավի հետ, պատահականություն է, ուղղակի հենց Ադրբեջանի հոգևոր առաջնորդը մեր եկեղեցու մասին խոսեց նույն Փաշինյանի հայտարարություններով, հենց Հայաստանում սկսվեց արշավը եկեղեցու դեմ, սրբազաններ միանգամից հանցագործ դարձան, միանգամից, դա որևէ բոլոր համընկնումները բան են, պատահական են։ Էմմա Պալյանը, ինչպես նաև իր ընդդիմադիր գործընկերը բյուջեի քննարկման ժամանակ հիշում են վաղարշապատի ընտրությունները, հիշեցնում իրենց տեխնացուի համարն ու հորդորում քվեարկել նրա օգտին։ Իդեպ Պալյանը ելույթի ընթացքում նաև հիշեց երկրորդ եւ երրորդ նախագահների հարցազրույցները, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին մեղադրեց մարտի 1-ն ու հոկտեմբերի 27-ը կազմակերպելու մեջ։ Կանդրադառնամ նաև մարտի 1 եւ հոկտեմբերի 27 կազմակերպած Քոչարյան Ռոբերտի մտքի գոհարներին, փայլատակումներին, հարգելի հայրենակիցներ, այս մարդը, ով եւս երբևէ ընտրված նախագահ չի եղել, բայց նորից աշխատել է երկար տարիներ որպես նախագահ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությանը մեղադրում է 44 օրյա պատերազմը հրահրելու մեջ։ Եկեք եւս մեկ անգամ փաստենք, որ այստեղ եւս շատ ասելիք չկա, միայն ու միայն կարող ենք շատ կարևոր արձանագրում անել, ասելով, որ այս մարդը եւ իր թիմակիցները, իր ընտանիքը բացարձակապես կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ։ Հիշեցնենք, ԿՊԱ-ական падգամավորի ասածը դատական որևէ վճռով հաստատված չէ ու դրա վերաբերյալ որևէ ապացույց չկա։ Նախկին նախագահներին անդրադարձավ նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդդիմադիր падգամավորներից մեկի ելույթից հետո։ Ձեզ հարմար մարդկանց հարցազրույց եք տալիս։ Եկեք վարչապետ Փաշինյանին մի պատմեք, Ալենին մի պատմեք, չգիտեմ, մեր падգամավորներին մի պատմեք։ Թող գա Ռոբերտ Քոչարյանը, նստի
ընտրված իդեպ ի տարբերություն իրան, ընտրված մարդու առջև եւ հայ ժողովրդին պատմի, թող չպատասխանի նույնիսկ պարոն վարչապետին, թող հայ ժողովրդին պատմի, ասի գիտեք ինչ, Ղարաբաղի հարցում այս հարցը սենց ա եղել, այս բանը սենց ա եղել, այս բանը սենց ա եղել, վախենում ա։ Իհարկե օրվա գլխավոր թեմայից բյուջեից եւս խոսեցին։ Ընդդիմադիրներն իշխանությանը մեղադրում էին պարտքեր կուտակելու եւ խոստացած տնտեսական աճից ավելի քիչն ապահովելու համար։ Այլ ցուցանիշներ ենք բերում՝ ծայրահեղ աղքատության, հանցավորությունների աճի, թմրամիջոցների ապօրինի շրջանառման, որտեղ ավելացում կա, դուք ասում եք դուք չեք հասկանում, մեթոդաբանությունն ենք մենք փոխել։ Սկսել ենք ուրիշ ձև հաշվել, դրա համար է մենակ բանը պայմանավորված թվերի վատթարացումը, ուրիշ ոչ մի հանկարծ այս երկրում խնդիր չկա։ Բայց այ որտեղ աճ կա օրինակ 31%-ի աճ սպառողական վարկերի բանում, սպառողական վարկ վերցնողների թվի մեջ։ Վարկով ապրող պետություն, վարկով ապրող քաղաքացի, գնալով թանկացող գներ, չաճող եկամուտներ, այսինքն ոչ թե չաճող, թվերը աճում են, բանի վրա, թղթի վրա աճում են։ Կենսամակարդակը դրանից աճում է։ Չէ։ Այստեղ նշենք, որ աղքատությունը նվազել է մինչև 21.7%, եւ ծայրահեղ աղքատությունը հասել է 0.6%-ի, որը մեր ծրագրային դրույթներն է եւ մենք դա իրականացնում ենք պատշաճ։ Այստեղ նշեմ նաեւ, որ գործազրկությունը այս պահին կազմում է 13.9%, որը միջին թիվ է, համացան համար ասեմ, որ Վրաստանում նույնպես գործազրկության տոկոսը 13.9 է։ Հիմա այս վերլուծությունը ինչ է բերում, որ եթե ամփոփենք, ստացվում է, որ մեր ընդհանուր բյուջեն 2026-ին մոտ 2.5 անգամ մեծ է 18-ի համեմատ, սոցիալական պաշտպանությունը աճել է 143%-ով, կրթության ոլորտը 180%-ով, առողջապահությունը 151%-ով։ Կապիտալ ծախսերը 4 անգամ աճել են, 4 անգամ 2018 թվականի համեմատ աճել են կապիտալ ծախսերը, դա շատ լուրջ թիվ է, 4 անգամ։ Հերոսական քայլ է, որ Ակում Բագրատյանը ներքին ու արտաքին խոչընդոտների պայմաններում նման ցուցանիշներ գրանցել է։ Արտաքին խոչընդոտները COVID-ն ու պատերազմն են 2020 թվականից, իսկ ներքինն ըստ նրա նախկին ընդդիմադրի ներկա անդիմությունն է։ Նորմալ պայմաններում, երբ չկան արտածին գործոններ, մեր տնտեսական աճը 5.2-ից 5.4% է։ Հիշեցնեմ, որ կառավարությունը խոստանում է տարեկան միջին աճի նվազագույն մակարդակ 7%, իսկ բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում 9%, կառավարության ծրագիր նույնն է։ Մենք 2 տարի 9 ամիս ունեցել ենք բարենպաստ արտաքին պայմաններ։ Դա վերացավ 5.2-5.4։ Բայց ախր նորմալ պայմաններն էլ նորմալ պայմաններ չեն։ Տնտեսական աճն ապահովել է խիստ բարձր արտաքին պարտքային բեռի պայմաններում։ Տարեվերջին սպասվում է, որ պետական պարտքը կկազմի 5 տրիլիոն 820 միլիարդ դրամ։ Արտուր Խաչատրյանն ասում է, պարտքով այո, շատ բան կարող ես անել, բայց միևնույնն է, ավելի շատ գումար պետք է վերադարձնես։ Ասում է, չկա հաշվարկ, թե ինչքան տնտեսական աճ կունենայինք, եթե չլիներ պարտքը։ Ընդդիմախոսները կփորձեն հակադարձել, թե թվերի աճը տարեստարի բնականon տնտեսական աճի արդյունք է, մինչդեռ սա ճշմարտության մի փոքր մասն է միայն։ Նման շեշտակի աճի առավել էական պատճառը այն է, որ մենք վերջ դրեցինք այն արատավոր համակարգին, որտեղ պետական բյուջեն հաճախ ծառայում էր ոչ թե քաղաքացուն եւ հանրությանը, այլ առանձին բոլորիս քաչ հայտնի անհատներին եւ զանազան ընտրյալ խմբերին։ Նիստին ներկա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է պաշտպանական բյուջեի աճի դինամիկան սկսած 2018-ից։ Խոսել է նաև ոլորտային վարժարանի եւ ակադեմիայի կրթության մասին, նշելով վերջինում դիմորդներն ավելացել են 26%-ով։ 2018 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 245 միլիարդ դրամ։ Արտարժույթով դա կազմում է 640 միլիոն դոլար։ 2025 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 667 միլիարդ, որը կազմում է 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլար։ Այսինքն պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ 2023, 24, 25 եւ արդեն 26 թվականին կատարված եւ կատարվելիք ծախսերը, ինչպես երեք եմ նաեւ նշել, աննախադեպ են։ Իսկ Գեղամ Մանուկյանը բանակային մի շարք այլ խնդիրներից խոսեց ու վարկած առաջ քաշեց, թե ինչու կարող է պաշտպանական բյուջեն կրճատված լինել։ Որովհետև դա արտաքին քաղաքական ուղերձ է, որովհետև այս իշխանության քաղաքական կրեդոյի ուղերձն է, որ մենք կուճրտելու ենք, մենք բյուջեն բանակի կրճատում ենք։
ուղղված Բաքվին, ուղղված Թուրքիային եւ այլ ոչ բարեկամ երկրների։ Գեղամ Մանուկյանը հեգնանքով է վերաբերում ռազմական տեխնիկային ծանոթանալու վարչապետի հայտարարություններին։ Առաջարկում է տուրեր կազմակերպել։ Ազգային ժողովում բյուջեի քննարկումները շարունակվում են։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Հարցերի հարցն է։ Սամվել Կարապետյանն իրոք ուզում էր զբաղվել քաղաքականությամբ, թե նրան դրդեցին զբաղվել քաղաքականությամբ։ Փաշինյանի ու Կարապետյանի պատմությունը նման է առաջին թեմայում մատնանշած սխեմային, երբ ինչ-որ մեկը անում է մի ինչ-որ բան, որ ուշադրություն չդարձնելու փոխարեն կանցներ կգնար, բայց իշխանությունն անում է առավելագույնը, որ թեման ուռճացվի ու հասնում է հաջողության հետ, քաղաքականության հայտ չներկայացրած մարդը, չակերտավոր հաջողության, հա, իշխանությունն էլ իր հերթին հաջողելով ուռճացնել մի բան, որը կարելի է չուռճացնել բանի տեղ չդնելով։ Ամիսներ առաջ Սամվել Կարապետյանը հոր մահվան 47-րդ օրը մայրաթորում էր, որտեղ էլ նրա հիշատակին պատարագ էին մատուցում։ Ավարտին լրագրողը մոտենում է ու ստեղծված իրավիճակի եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարց է տալիս Կարապետյանին։ Ինքն էլ ասում է, եկեղեցու հարցում թե քաղաքական ուժերը բան չկարողանան անել, իրենք կանեն իրենց ձևով։ Իրապես թվում է ինչ պիտի անի քաղաքականությամբ երբեք չզբաղված Սամվել Կարապետյանը։ Լինել Forbes-ի ցուցակում դեռ ի վերջո չի նշանակում լինել լավ քաղաքական գործիչ։ Բայց իշխանությունն նայի կարծիք ուներ այս մասով։ Փաշինյանը ջղայնացավ, Կարապետյանը նստեց։ Ու այս պարզունակ երկու գործողությունների արդյունքում ստեղծվեց մի նոր ուժ, որը հայտ է ներկայացրել պայքարել հենց քաղաքացիական պայմանագրերի իդեպ բավականին բարձր ռեյտինգով արդեն սպասվող ընտրությունների ժամանակ։ Փողն ունեն, կապերը կան, վրեժի ծարավը անհրաժեշտ մոտիվացիա։ Հիմա մտորենք հետահայաց։ Եթե այս հայտարարությունից հետո Փաշինյանը ուղղակի Կարապետյանին կանչեր իր աշխատասենյակ ու մարդերենով բացատրեր, որ իրեն այս դաշտ մտնել պետք չէ, պարզ ասած մատի ու մատանու արանքում տեղավորվել չարժե, կարիք չկա, եթե վերջինս իրոք նկատի ուներ իր ձևով քաղաքականություն մտնելը, ապա ինչպես կհանգուցալուծվել այս իրավիճակը, երբ երկուստեք միմյանց հասկանային եւ գային հանգուցալուծման։ Կարծում եմ, նման զրույցի դեպքում Կարապետյանին հնարավոր կլիներ տեղ հասցնել վարչապետական ուղերձը հստակ, պարզ եւ ուղիղ այնպես, որ Կարապետյանը ցանկություն չունենար զբաղվել մեծ քաղաքականությամբ, ինչին է պետք։ Բայց Փաշինյանը վարվեց այնպես, ինչպես կաթողիկոսի պարագայում։ Ինքը գոնե թե Գարեգին երկրորդին կանչեր իր սենյակ ու երկկողմ հանդիպման ժամանակ ասեր. «Բարեկամս, դու շատ հիվանդ ես, բուժման կարիք ունես ու կարիքը կա, որ դու ինքնակամ հեռանաս քո գահից, քանի որ պիտի գնաս Իսրայել կամ Գերմանիա բուժվելու, առողջությունը թույլ չի տալիս, 1/4 դար արդեն գահին ես, ու դրանից հետո որևէ հետևանք չի լինի քեզ համար»։ Գուցե դրանից հետո Գարեգին երկրորդը համաձայներ ու հասկանար, որ պետք չէ աշխարհիկ իշխանությունների հետ կռիվ տալ։ Կպարտվեր, որ 70-անց ծերուկը առողջության խնդիրներ ունի եւ դրանց պատճառով լքել է գահն ու գնացել է պատվավոր հանգստի առանց հավելյալ աղմուկի, իսկ ինքը Փաշինյանը, որ այս արշավը ներկայացնում է իբրև եկեղեցու մաքրման գործընթաց, ամեն ինչ կաներ այնպես, որ պետության իմիջին վնաս չհասցվեր։ Բայց որ հասարակությանը պետք են հաց եւ տեսաներ, սանում կասկած չկա, համ զբաղվում ենք, համ սերանասերական կյանքին ծանոթանում, մի քիչ էլ շեղվում ենք իրական մարտահրավերներից, ու ամեն ինչ թվում է պայծառ։ Հիմնական խաղացողը պայքարում է հրեշների դեմ, քառագլուխ վիշապին հաղթելու նպատակով է դա արվում։ Որ այդ վիշապը Հայաստանում շատ ազդեցություն էլ չունենա, պիտի էներգիա էլ չստանա, իսկ հեծը էներգիայի աղբյուրն է, գուցե կարծում էին կառավարությունում հոսանքից վիշապին անջատեն, կընկնի կտապալվի։ Ու սկսվեց հեծի նախ պետական կառավարմանը հանձնելու, ապա նաև լիցենզիայի զրկելու գործընթաց, ու այս համատեքստում հեծի ու կառավարության միջև հերթական կարճ միացումը եղավ։ Ինչպես այս պատմությունը զարգացավ, ինչպես պնդում են իրենք Կարապետյանի աջակիցները, ինքը առհասարակ ցանկություն անգամ չուներ քաղաքականությամբ զբաղվել։ Իսկ հայտարարությունը մեր ձևով բացարձակ միտված չի եղել քաղաքական հայտ ներկայացնելու, բայց եթե ձեռնոց են նետում Կարապետյանների ընտանիքին, իրենք էլ պատրաստվում են պատասխանել։ Ու ահա Փաշինյանը վերստին իր ձեռքով ստեղծեց իրեն ընդդիմադիր մի նոր բևեռ, թե ինչու հույս ունեմ մի օր կունենամ հնարավորություն իրեն անձամբ հարցնելու, իսկ մինչ այդ համառոտ, թե ինչ աղմուկ է կանգնած հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքում, ուր Ռոմանոս Պետրոսյանը, որն ըստ հրապարակումների միլիոնավոր դրամների աշխատավարձ է ստանում Սամվել Կարապետյանից, ժամանակավոր կառավարչի կարգավիճակում ներկայացել էր ծառայություն իրավիճակը բացահայտելու համար, թե ինչքան երկար տևեցին քննարկումները մինչև ուշ գիշեր,
ռեպորտաժում եւ մանրամասն։ Քննարկվում է Հայաստանի էլեկտրական ցանցերին լիցենզիայի ցրկելու հարցը։ Տեսեք դու մեզ ենք աշխատում։ Դուք նույնպես։ Արտոնագրի ցրկելու համար ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը 3 պատճառ է ներկայացնում։ 2025-ի հունվարին ՀԵՑ-ի ավտոմատացված հաշվառման համակարգը խափանվել է։ Ջնջվել են ՀԵՑ-ի էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգերի վերջին 7 տարիների տվյալները։ ՀԵՑ-ի թերհավաքագրումներն ու հավելագրումները։ Տաշիր գրուպի մեջ մտած այլ ընկերությունների համար ֆինանսական երաշխիքների տրամադրումը։ Սրանով կարող էր վտանգվել սպառողներին հոսանքի մատակարարումը, կարող էին ստեղծվել ֆինանսական եւ անվտանգային խնդիրներ։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության քվեարկության արդյունքում էներգետիկայի մասին օրենքում հուլիսին կատարած փոփոխությունները ենթադրում են, որ ՀԵՑ-ը պետք է ճանաչվի հանրային գերակաշահ, գնահատվի ընկերության արժեքը, ապա փոխհատուցում տրամադրվի ընկերության սեփականատիրոջը։ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի որոշման նախագիծը նաեւ սահմանում է ՀԵՑ-ի կառավարիչ շարունակելու է մնալ ԿՊԱ-ական Ռոմանոս Պետրոսյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեում եւ քննչական կոմիտեում նախաձեռնված են 1.5 տասնյակից ավելի քրեական վարույթներ, որտեղ քննվում են բոլոր այն փաստերը եւ կտրվեն այդ փաստերին քրեաիրավական գնահատականներ, որոնց մասին ես քիչ առաջ մատնանշեցի։ Նիստի սկզբում Տաշիր կապիտալի ներկայացուցիչները բացարկի միջնորդություն ներկայացրին հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նիստին մասնակցության վերաբերյալ։ Այն միաձայն մերժվեց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցներից մեկի ժամանակ պնդել էր, կառավարությունը չի կատարելու Հայաստանի էլեկտրական ցանցերի բռնագանձման քայլերն արգելող Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը։ Ապա հայտարարել էր հակառակ դիրքորոշում ունեցող պաշտոնյաները պետք է լքեն գործադիրը։ Արբիտրաժային դատարանում մենք հաղթել ենք եւ մեր դիրքորոշումները պնդել ենք, այդքան բան։ ՀՑԿՀ-ն հետաձգեց ՀԵՑ-ի բաշխման արտոնագրի չեղարկման ժամեր տևած քննարկումը։ Նիստը կվերսկսվի նոյեմբերի 14-ին։ Անի Հովանեսյան, Reopen Media։ Կզրկեն ՀԵՑ-ին լիցենզիայից, իսկ ով էր կասկածում, երբ եւ օրենսդիր եւ գործադիր մարմինը քո ենթակայության տակ է, խնդիր չկա։ Եթե Փաշինյանը, ինչպես ինքն է ասում, ազատում է Հայաստանը արտաքին ազդեցությունից ու իրապես ազատագրում է Հայաստանը, դարձնելով այն անկախ, ապա ինքը ազատ է ամեն բան փաթեթավորել հենց այս թեզով։ Իդեպ ինքը վստահ է, որ վերջին 500 տարվա մեջ հենց ինքն է, որ Հայաստանին բերեց տոտալ անկախություն։ Այսօրվա Հայաստանը շատ ավելի ուժեղ, շատ ավելի ինքնավստահ պետություն է, ավելի պետություն է, քան երբևէ, ոչ միայն 2018 թվին։ Այսօրվա Հայաստանը մի պետություն է, որի ճակատագրի ղեկը գտնվում է հենց իր եւ իր ժողովրդի ձեռքին։ Եվ ես համոզված եմ, որ այս իրադրությունը ոչ թե պահպանվելու, այլ զարգանալու է, որովհետև դա պատմական շրջադարձ է, այն ինչ որ հիմա տեղի ունենում, պատմական շրջադարձ է։ Հայաստանը իր պատմության ընթացքում պետություն լինելու, բարեկեցիկ լինելու, երջանիկ լինելու, անկախ լինելու, անվտանգ լինելու երբեք այսպիսի շանս չի ունեցել։ Երբեք այսպիսի շան, խոսքը վերջին 5 տարվա մասին չի, խոսքը վերջին 500 տարվա մասին է։ Մի յուրօրինակ բեմականացում է, կարծես բեմադրվում հատուկ երկկողմ Փաշինյան-Ալիև հաղթանակի համար, ամեն մեկը իր երկրում։ Ու իրապես անգլերենում սա կոչվում է win-win, այսինքն երկու կողմն էլ հաղթանակած են դուրս գալիս, եւ առաջին հայացքից Բաքվից ստացված լուրը իրապես զարհուրելի է թվում։ Նախ Բաքվի դատարանն արդեն որոշումներ է կայացրել, իսկ դատախազությունը հրապարակել է իր առաջարկը։ Հրապարակվեց, որ Ադրբեջանը պահանջում է ՑՄԱ ազատազրկում Արայիկ Հարությունյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Մանուկյանի եւ Դավիթ Իշխանյանի համար։ 65 տարին լրացած Արկադի Եղուկասյանի, Բակո Սահակյանի եւ Մադաթ Բաբայանի համար պահանջվել է 20 տարվա ազատազրկում։ Առաջին 10 տարին խիստ ռեժիմով։ Մյուս գերիների համար պահանջվել է 16-ից 19 տարվա ազատազրկում խիստ պայմանով։ Դե այս պահանջվող դատավճիռներն ինքնին խայտառակություն են մեզ համար։ Սա զարհուրելի է քաղաքական, դիվանագիտական ու ինչն ամենածանրն է հոգեբանական ճնշման առումով հայաստանյաց հասարակության վրա ու հայության վրա առհասարակ։ Նույն ժամանակ Ալիևն այսպես ցուցադրում է, որ բավարարում է իր հասարակության վրեժխնդրության ծավալը մեղավորներ նշանակել ու նրանց առավելագույն ծանր բաժին տալու համար, պատիժ տալու համար։ Սակայն իր համար այս սուրը երկսայր է, ինքը եւ ծայրահեղ ծանր եւ ծայրահեղ անսպասելի որոշումներ կարող է կայացնել այնտեղ գտնվող գերիների համար։
Դատապարտի ծմահ ու պահի, որտեղ հաղթող է, քանի որ հայերի է պատանդարության մեջ պահում, կարծես ինչ որ թանգարանային նմուշների անդադար ցույց տալու, որ հայերն իր ձեռքերում են իր գերության մեջ եւ միշտ այդպես լինելու։ Հայը գերի է, այս հոգեբանությունը ինքը կարող է պարբերաբար սաստկացնել ու մենք էլ այստեղ նեղվենք ու ճնշվենք։ Ապա կարող է անել հակառակը։ Նախ հայտարարել ծմահ դատապարտում, հետո մեծագույն կամքի դրսևորմամբ բաց թողնել ներում շնորհել, ցույց տալով, որ սա իր մեծագույն առաջնորդի անձնական կամքի դրսևորումն է, համաներում է տալիս վտանգավոր հանցագործներին։ Ցուցադրությունն է, որ ինքը ինչպես կարող է զրկել հային ազատությունից, այնպես էլ կարող է ներում շնորհել, ցույց տալով, որ հայի կյանքին ու ճակատագրին կարող է տիրանալ եւ հենց իր ձեռքերում կարող է ճակատագիրը հայտնվել, բայց ինքը մեծ հոգի ունի ու այս անգամ իր մեծահոգությամբ որոշեց խղճալ եւ բաց թողնել։ Երկրորդ սցենարն ավելի հավանական է, քանի որ անոնսավորվեց հաղթական նաև հայկական կողմում իհարկե աշխատում են գերիների վերադարձի մասով, դա առաջնահերթություն է խնդրեմ։ Ստեղծված մթնոլորտը, խաղաղության մթնոլորտը նպաստավոր պայմաններ պետք է ստեղծի, որ կարողանանք լուծել ուրեմն Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների իրենց տուն վերադարձի հարցը, այս ուղղությամբ մշտապես ամենօրյա աշխատանք է տեղի ունենում։ Սա մեր համար առաջնային խնդիր է եւ մենք հույս ունենք, որ առաջիկա գործընթացները, որոնք խաղաղության մասին գործընթացներ են, կհեշտացնեն գործընթացները եւ մթնոլորտ եւ միջավայր կստեղծեն, որպեսզի մեր բոլոր հայրենակիցները վերադառնան տուն։ Ուրեմն կապ չունի, թե որ կողմն ու ինչ նպատակով կօգտագործի հայերին Բաքվից տուն դառնալը։ Կարևորը տուն դառնան, քանի որ սա իրապես ազգային արժանապատվության հարց է։ Մենք հիմարաբար տվեցինք բոլորին, քանի որ վախենում էինք մեր մոտ եղած գերիներին։ Վախենում էինք, որ Բաքուն այդ գերիների մեր մոտ մնալու պարագայում կվարվի Հայաստանի հետ այնպես, ինչպես Իսրայելը Գազայի կամ Համասի հետ, երբ վերջիններս գերիներին չէին տալիս եւ պատերազմը հասկանում էր։ Բաքվում մոտենում է հայ գերիների շինծու դատավարության ավարտը, դատախազը պահանջում է ցմահ ազատազրկել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, փոխնախարար Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի համար դատախազությունը 20 տարվա ազատազրկում է պահանջում, իսկ մյուս ամբաստանյալների համար 16-ից 19։ Բաքվի դատարանի կարծիքը երկրի քաղաքասարակությունն է կիսում։ Ադրբեջան'da saxlanılan Նրանք գերիներ չեն, նրանք նոյեմբերի 10-ից հետո են ձերբակալվել։ Թեև գերիները բաժանվում են մի քանի խմբի, բայց ձեր հանրությանը անհանգստացնում է Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որոնց դատաքննությունը դեռ ընթանում է։ Մյուս խումբը այն անձինք են, որոնց վերաբերյալ վճիռներ կան, սակայն նրանց ճակատագիրը կախված է երկրների երկկողմ բանակցություններից։ Հոկտեմբերին Հայաստան եկած այս մարդը այցից հետո զրուցել էր Ռիոփնի հետ։ Ադրբեջանական պաշտոնական հակահայ օրակարգը նաև քաղաքագետի խոսույթում է կրկնվում։ Մի քանի անգամ մեր կառավարությունը գերիների մասին նշել էր, չեն խոսի այդ թեմայով, քանի դեռ դրական շարժ չկա։ Մենք գործնականում ամեն օրյա ռեժիմով այդ թեմայի վրա աշխատում ենք եւ քանի դեռ արդյունք չկա, որը ակնհայտ կլինի, որևէ լրացուցիչ բան չեմ կարող ասել։ Ըստ ընդդիմադիր падգամավոր Լիլիթ Գալստյանի, ինչքան էլ իշխանություններն ասում են, որ խնդիրը բարձրաձայնում են միջազգային հարթակներում, արդյունքը 0 է։ Եվ թվում է, թե պիտի Հայաստանի քաղաքական, թե ներքաղաքական եւ թե արտաքին քաղաքական օրակարգում մեր գերիների ռազմաքաղաքական նաև ղեկավարության վերադարձի հարցը լիներ ամենաբարձր առաջնահերթությունը գերակայությունը։ Իսկ իշխանական Արթուր Հովհաննիսյանն իր խորը մտահոգությունն է հայտնում, նշելով, որ իրենց համար սա առաջնային խնդիր է եւ ամեն օր աշխատում են։ Ստեղծված մթնոլորտը, խաղաղության մթնոլորտը նպաստավոր պայմաններ պետք է ստեղծի, որ կարողանանք լուծել ուրեմն Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների իրենց տուն վերադարձի հարցը։ Հիշեցնենք 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայից հետո ձերբակալվեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի եւ շատ ուրիշների վկայությամբ նրանք պատանդ էին մնացել Արցախի բնակչության անվտանգ ելքի պայմանով։ Ադրբեջանը նրանց մեղադրում է մի շարք շինծու հանցագործությունների մեջ, պատերազմ սկսելու եւ վարելու, ահաբեկչության, ցեղասպանության եւ իշխանության բռնի զավթման, իհարկե կեղծ թեզերով ու փաստերով։ Սիմոն Հովհաննիսյան, Դիանա Կարապետյան, Reopen Media։
Իսկ վերջնարդյունքում բարեկամներ Ալիևն իր հասարակությանը ցույց տվեց, որ կպայքարի ամեն ադրբեջանցու, անգամ վարձկան տերորիստի, արաբ տերորիստի համար, որոնք հայտնվել էին հայկական գերության մեջ։ Մինչդեռ մենք մինչ օրս այդպես էլ չկարողացանք հետ բերել մեր գերիներին, անգամ համաձայնելով 99 կամ 49 տարով կիսել Մեղրիի ճանապարհի պատասխանատվությունը ԱՄՆ-ի հետ, որ Բաքվի թաթարները Հայաստանի տարածքով անցնելիս հանկարծ չտեսնեն հայկական ներկայությունը։ Իդեպ, այս կոնտեքստում Փաշինյանն այս շաբաթ բացահայտեց, թե քանի տարով է տրվելու կառավարում այսպես կոչված TRIP-ի վրա ամերիկացիներին եւ առաջարկում լսել Փաշինյանի տարբերակները։ Արդեն երկրորդ տարին է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը կազմակերպում են միջազգային համաժողով նվիրված խաղաղության խաչմերուկին։ Բացման ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր էլ Հայաստանը պատրաստ է Մարգարեից Կորնիձոր ապահովել բեռնատարների տարանցումը։ Նա նաև խոսեց TRIP-ից, ասաց, որ այն կառավարվելու է հայ-ամերիկյան ընկերության միջոցով, որտեղ Հայաստանը ունենալու է վճռորոշ ձայն։ Լրագրողների հետ հարց ու պատասխանում էլ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշեց, որ այդ ընկերության հետ կապված որոշումները կայացվելու են կոնսենսուսով, այսինքն եթե Հայաստանը մի բան չուզի, չի լինի։ Բոլոր որոշումները, այդ թվում ներդրողների ընտրության հետ կապված, երրորդ կողմերի ներգրավման հետ կապված, բոլոր որոշումները կայացվելու են կոնսենսուսով, այսինքն Հայաստանը պետք է պարտադիր տա իր համաձայնությունը եւ այդ անհանգստությունը հաճախ է հնչեցվում, որ կարող են Ադրբեջանից եւ Թուրքիայից ներդրողներ լինեն, այստեղ Հայաստանը ունենալու է որոշիչ ձայն թույլ տալու կամ թույլ չտալու դա։ Սա պատասխաններ Ռիոփնի հարցին, թե արդյոք կարող է թուրքական կապիտալ լինել այդ ընկերությունում։ Խանդանյանը նշում է, որ հայ-ամերիկյան ընկերության միջոցները ներդրումներով են ապահովվելու։ Կարծում է շատերն են հետաքրքրված ճանապարհով, իսկ ներսում Նիկոլ Փաշինյանը բացում էր միջազգային համաժողովը։ Ասում է, իր ելույթից հետո էլ հնարավոր է հնչելու են նոր մտքեր, որ սա ապոկալիպսիսի է հասցնելու։ Խնդրում եմ հաշվի առեք, որ ես իհարկե հասկանում եմ կարևորությունը, բայց ամեն ինչին չէ, որ կարող եմ 5 րոպե հետո արձագանքել, եւ այն, որ ես 5 րոպե չեմ արձագանքել եւ չեմ հիմնավորել, որ ապոկալիպսիսը մտածածին է, դա չի նշանակում իմ լուր համաձայնությունը ապոկալիպսիսի տեսության հետ։ Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ բանավոր պայմանավորվածությունները լեգիտիմ չեն եւ չկա բանավոր պայմանավորվածություն։ Նա մանրամասներ ներկայացրեց TRIP-ի ենթակառուցվածքների մասին։ Ըստ նրա TRIP նախագիծը ունենալու է մի քանի երկաթուղի, էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, որի մեջ կարող են լինել գազամուղ, նավթամուղ, մալուխներ, իհարկե նաև տրանսպորտային այլ հաղորդակցություններ ու ճանապարհներ։ Ասում է, որ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո հողի վրա գտնվող գույքը դառնալու է Հայաստանինը։ Այժմ քննարկվում է կառուցապատման իրավունքի երկու սցենար՝ 99 եւ 49 տարվա համար։ Երկաթուղու պարագայում վստահաբար կարելի է ասել, թե որտեղում է անցնելու երկաթուղին, դա մեր հարավային երկաթուղին է, որը խորհրդային միության ժամանակ գոյություն է ունեցել, պայմանական Նռնաձոր, Կարճևան հատվածներում, այսինքն մեզ հայտնի, որը խաղաղության խաչմերուկ նախագծում նշված է, ակնհայտորեն երկաթուղին լինելու է այդտեղ։ Երկաթուղին պիտի Ադրբեջանից մտնի Մեղրի, հետո Նախիջևան ու Երասխ եւ շարունակի մինչեւ Թուրքիայի սահման, ասում է Փաշինյանը եւ նշում, որ տարածքը ռելիեֆի տեսանկյունից նույնիսկ երկաթուղու համար է սահմանափակ, իսկ Խանդանյանի համար էլ տարակուսելի է, թե ինչու է Թուրքիան հիմա ներդրումներ անում այլ երկաթուղու կառուցման վրա։ Իդեպ միջազգային համաժողովը տեղի էր ունենում հյուրանոցներից մեկի Արարատ անունը կրող սրահում, իսկ ազգային ժողովում ընդդիմադիր գործիչները խոսում էին հայ-ադրբեջանական հարաբերություններից, մասնավորապես Մամիջանյանն անդրադառնալով TRIP-ին ասում է, որ բոլոր փորձագետները նշում են միջանցքային տրամաբանությամբ է։ Խաղաղությունը որևէ երաշխիք, բացի նրանից, որ առևտուր կանենք լավ կլինի, չունի։ Իսկ Ադրբեջանային երկիրը չի, որին փորձ է զսպել հայտարարություններով կամ առևտրով։ Մամիջանյանը նշում է, որ տնտեսական լավ հարաբերությունները խաղաղության երաշխավոր չեն, օրինակ Ռուսաստանն ու Ուկրաինան էլ ունեին տնտեսական ամուր հարաբերություններ, իսկ թե ինչ եղավ 2022-ից հետո ամբողջ աշխարհն է ամեն օր ականատես լինում։ Սիմոն Հովանիսյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։ Մի խոսքով ամեն ինչ վերահսկողության տակ է, не надо волноваться, все под контролем։ Իսկ
Արդյոք ցորենի հաջորդ չափաբաժնի հետ գնացքով Հայաստան կուղարկվեն նաև մեր բոլոր գերիները, ոչ ոք չգիտի, բայց Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզությունը բացահայտեց իբրև, թե ցորենի հարցում ինչ-որ դավադրություն կա ու հիմա այդ դավադրության մասին։ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայությունը, որի ղեկավարը հայտնի է ադրբեջանցի միլիարդատեր Գոտնիսանովի հետ գրեթե ինտիմ հարաբերությունների կոնտեքստում կամ այդպիսիք ունենալով, ծաղրական մի զեկույց էր հրապարակել, ոչ թե հենց անձամբ ղեկավարը, այլ ծառայությունը, որ Հայաստանը իբրև ինչ-որ դավադրություններ է փնտրում ցորենի արկուվաճառքի մասով եւ ուզում է հարվածելով ռուսներին ցորեն գնել ուկրաինացիներից։ Մեջբերեմ։ Երկար տարիներ Հայաստանը հացահատիկ է գնել Ռուսաստանից։ Այժմ հայերի, ինչպես ասում են, քաղաքական նկատառումների ելնելով ուզում են պոկվել Մոսկվայից եւ օգնություն ցուցաբերել Ուկրաինային, անհրաժեշտ հացահատքի մի մասը ձեռք բերելով Կիևից, ասվում է հաղորդագրության մեջ։ Հավանաբար Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայությունը ռեգրես է ապրել Հայաստանից Ուկրաինա ցորենի գնման որևէ հարցում իրականում չի ուղարկվել։ Հակառակ դեպքում Ուկրաինայից առաջին կարգի ցորեն կգար, ոչ թե ղազախական 4-րդ կարգի ցորեն։ Հայաստանի իշխանություններն այնքան նրբանկատ են Մոսկվայի նկատմամբ, որ միայն ֆոնն էլ արված տակից ամեն ինչ նորմալ է։ Ըստ Ռուսաստանի արտաքին հետախույզների գլխավոր հարցն այն է, թե ամեն ինչ որոշված է արդեն, հա, մնացել է որոշել, թե որտեղից է փողը գտնվելու ուկրաինական ցորենը գնելու համար։ Կարծես ռուս հետախույզները կամ այդ ծառայությունում զեկույցներ գրողները ոչ թե պրոֆեսիոնալներ են, այլ էժան դեղին մամուլի վաճառված գրչակներ։ Վերջիններս գրում են մեջբերեմ. Լավ կլիներ ուկրաինական հացահատքի համար վճարել գողացված ռուսական ակտիվներով, բայց դրանք դեռ չի հաջողվում հափշտակել։ Բելգիան, որ այս գողական խմբի պահապանն է, կամակորություն է անում։ Եվրամիությունը մտածում է լավ կլինի վճարել եւ մոռանալ ինչպես նոր կտակարանի հայտնի սյուժեում է, բայց Երևանին ստիպված կլինեն վճարել մշտական հիմունքով։ Ահա այսպիսի համբույր Երևանից, ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Դե տրամաբանական է, որ Հայաստանից պիտի ասեին լկտի սուտ է, մեր կապարանոց հայտարարություններ ու նման լիք այլ բաներ, բայց գործին կպնում է ոչ թե ինչ-որ Ջ կլասի պաշտոնյա, այլ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ու բոլոր մնացած մանրամասներին առաջարկում եմ ծանոթանալ արդեն ռեպորտաժում։ Երևանի համբույրը այսպիսի խորհրդավոր վերնագրով զեկույց է հրապարակել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։ Ընդ որում համբույր բառը չակերտների մեջ չեն վերցրել, տեքստն էլ համեմված է ծաղրական երանգներով։ Զեկույցը պնդում է, թե Հայաստանը քաղաքական նկատառումներից ելնելով իբր մտադիր է խզել կապերը Մոսկվայի հետ եւ ռուսական ցորենը փոխարինել ուկրաինականով։ Ըստ ռուսական արտաքին հետախուզության ուկրաինական հացահատիկ ավելի քան 50%-ով թանկ է, եւ Երևանը իբր խնդրում է Բրյուսելին փոխհատուցել այդ տարբերությունը։ Ռուսական կողմը սա որակում է որպես 3-ը մեկում գործարք հացահատիկ Հայաստանին, աջակցություն Կիևին եւ անվստահության մթնոլորտի ստեղծում Մոսկվայի եւ Երևանի միջև։ Ըստ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տվյալների, Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարությունում Քեդորսեյում տարակուսած են։ Մի կողմից ուրախանալու առիթ կա, Քեդորսեը սողոսկել տեղեկությունն այն մասին, որ Երևանը պատրաստ է թույլատրել Մոսկվայի հետ կապող եւս մեկ թել։ Երկար տարիներ Հայաստանը հացահատիկ էր գնում Ռուսաստանից, այժմ հայերը, ինչպես ասում են, քաղաքական նկատառումներով ցանկանում են ազատվել Մոսկվայից եւ օգնություն ցուցաբերել Ուկրաինային անհրաժեշտ հացահատիկի ծավալի մի մասը գնելով անաչառից, սակայն այքես ձախորդություն ուկրաինական հացահատիկն ավելի քան կիսով չափ թանկ է։ Հայաստանի իշխանությունը կտրուկ հերքել է այս տեղեկությունը։ Սկզբունքս առաջի անգամ խախտում եմ եւ իմ չկարդացած բանը լուրը մեկնաբանում եմ, բայց ասում եմ դա էտել հազար ներողություն բացարձակ անհեթեթություն։ Իրավիճակը ստացավ նոր զարգացում, երբ թեման մեկնաբանեց Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը մի կողմից հավաստիացրեց, որ Մոսկվան շարունակում է զարգացնել համագործակցությունը Երևանի հետ, մյուս կողմից ուղիղ ակնարկ արեց, որ հետախուզության հայտարարությունները հիմքեր ունեն։ Դե ինչ վերաբերում է արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրություններին, ապա դրանք երբեք մերկապարանոց չեն լինում։ Սա առաջինը։ Մենք շարունակում ենք զարգացնել մեր փոխգործակցությունը Երևանի հետ, ինչպես երկկողմ հիմունքներով, այնպես էլ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, եւ մենք դա շարունակելու ենք անել։ Գիտեք, որ բարձր մակարդակով հաճախակի շփումներ են տեղի ունենում։ Մենք բազմաթիվ հարցեր ունենք երկկողմ համագործակցության օրակարգում։ Հուսով ենք, որ այդ համագործակցությունը կշարունակվի։
Ղազախստանից եկած ցորենի շուրջ ստեղծված քննարկումներին եւ Պեսկովի հայտարարության անդրադառնալով վարչապետը նշեց, որ գնումն իրականացրել է ոչ թե կառավարությունը, այլ մասնավոր ընկերություն, որի համար պարզապես բացվել է նոր այլընտրանքային լոգիստիկ ճանապարհ։ Ըստ նրա, խնդիրը պետք է դիտարկել զուտ շուկայական տրամաբանության մեջ, իսկ Հայաստանը լինելով շուկայական տնտեսություն ունեցող երկիր, չի կարող հրաժարվել նոր առաջարկներից։ Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց։ Երբեք չի հրաժարվի, պաշտոնապես ասում եմ։ Բայց Հայաստանը երբեք չի հրաժարվի նաև տենաց շուկայում էլ ինչ կա։ Իսկ էլ ինչ կա։ Էլով է ցորեն վաճառում։ Կա առաջարկ մեծ ցորենի։ Ես ձեզ երաշխավորվում եմ, որ բացառված է, որ մեկը գա մեզ ասի, գիտեք ինչ, ցորեն ունենք։ Կարող է առնեք, մենք ականջներս փակենք ու վազելով փախնենք այդտեղից։ Չի լինելու այդպիսի բան։ Իդեպ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի անունը ըստ ռուսական անկախ մամուլի սերտորեն կապված է ադրբեջանցի միլիարդատեր Գոզ Նիսանովի հետ։ Հետաքննող լրագրողները բացահայտել են, որ Նարիշկինը եւ նրա դուստրը Վերոնիկան պարբերաբար օգտվել են Նիսանովի անձնական լողավազանից, ընտանիքի անդամները ադրբեջանցի միլիարդատիրոջ անձնական ինքնաթիռից եւ այլ ծառայություններից։ Լրագրողները բացահայտել են, որ Նարիշկինն ասել է Ռուսաստանի կեցվածքի վրա արցախյան հակամարտության ժամանակ։ Նշվում է նաեւ, որ Նիսանովն առանցքային դեր է ունեցել 2020-ի հուլիսյան մարտերից հետո Մոսկվայում հայկական օբյեկտների ու հայերի վրա զինված ու դիմակավոր ադրբեջանցիների հարձակումների ժամանակ։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Բաքվի այսպես կոչված հաղթանակի շքերթի ավարտը բարի չէր։ Նրանք, որոնք թվում է պիտի զոհվեին հայի ձեռքով Արցախը օկուպացնելու համար, զոհվեցին օդում շքերթից վերադառնալիս ու սկսվեց։ Հավանական է, որ հայերն են խփել, հետո որոշեցին ոչ, Հայաստանի տարածքից ռուսներն են խփել, հետո սկսեցին այլ թեզեր շրջանառել, որ չէ, գուցե հենց Ռուսաստանի Դաշնության տարածքից են խփել Վրաստանի օդային տարածքում։ Վերջում պարզվեց ինչ, արտաքին որևէ ազդեցություն չկար։ Մի խոսքով, ուզում էին ինչ-որ կերպ կրկին նորից գտնել ռուսների հետ քաղաքական առևտրի միջոց, բայց բանը տեղի էր ունեցել այնքան հեռու եւ ռուսական եւ հայկական սահմանից, որ վերջը ֆարսը չհաջողվեց։ Առաջարկում եմ Մոնիկա Հայրոյանի ռեպորտաժից ծանոթանալ մանրամասներին։ Բոլում շեհիդ oldu։ Տղաց շեհիդ դարձավ։ Սիրտներս ցավում է, բայց այս հայրենիքի համար ես էլ կգնամ պատերազմեմ, շեհիդ կդառնամ։ Նախորդային կործանված թուրքական ինքնաթիռի 20 զոհերից մեկի հայրն է։ Տղային համարում է շեհիդ, հանուն հայրենիքի զոհված։ Թեև ռազմական ինքնաթիռի անսպասելի կործանումն է մահվան պատճառ դարձել։ Ադրբեջանցի մի փորձագետ իր վարկածն է առաջ քաշել Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող C-130 Հերկուլես ինքնաթիռի կործանման վերաբերյալ։ Անուղղակի կերպով Աբուզեր Աբիլովը միջադեպը կապել է Գյումրու ռուսական 102-րդ բազայի հետ։ Անձամբ ես կարծում եմ, որ դա կամ հրթիռ էր կամ անօդաչու թռչող սարք։ 102-րդ բազան մոտակայքում է։ Փորձագետը նաև հավելել է, կրկին թռչունների երամ, ակնարկելով Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում ազալ ինքնաթիռի վթարը, որի դեպքում ռուսական կողմը սկզբում միջադեպը վերագրել էր թռչունների հետ բախմանը։ Օդանավում գտնվող բոլոր 20 զինծառայողները, որոնք հետ էին գնում հայրենիք Ադրբեջանի ռազմաշքերթին մասնակցելուց հետո, զոհվել են։ Նրանցից 18-ի մարմինն արդեն հայտնաբերվել է։ Օդային տրանսպորտում կային նաև F-16 կործանիչի պահեստամասեր։ Yine dün gece 46 kişilik Այս ողբերգական դեպքը մենք հետաքննում ենք բոլոր տեսանկյուններից։ Վրաստանի իշխանություններն այս ընթացքում առավելագույնս աջակցում եւ համագործակցում են մեզ հետ։ Նույն կերպ մեր ադրբեջանցի եղբայրները եւս ցուցաբերում են անհրաժեշտ ամբողջական սատարում։ Դեպքը տեղի է ունեցել Վրաստանի Սիղնաղիի տարածքում, Ադրբեջանի հետ պետական սահմանից մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա։ Այս առթիվ հարուցվել է քրեական գործ։ Աղետի լուրին առաջիններից է արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Մենք խորապես ցնցված ենք Կյանջայից թռիչք իրականացնող Թուրքիայի ռազմաօդային ուժերի ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զինծառայողների մահվան լուրից։ Այս դժվարին պահին կիսում եմ ձեր վիշտը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հղումանելով անանուն աղբյուրների նշել են, որ ինքնաթիռի բեկորների վրա արտաքին միջամտության կամ խոցման հետքեր չեն հայտնաբերվել, ինչը կարող է վկայել տեխնիկական անսարքության կամ մարդկային գործոնի մասին։ Միևնույն ժամանակ թուրքական Թուրքիայի պարբերականը չի բացառել, որ աղետը կարող էր տեղի ունենալ արտաքին ազդեցության հետևանքով։ Ըստ պարբերականի վերլուծության այն փաստը, որ ինքնաթիռը հավանաբար մասնատվել է դեռևս օդում, իսկ անձնակազմը չի հասցրել աղետի ազդանշան ուղարկել, կարող է վկայել կամ հանկարծակի պայթյունի կամ արտաքին հարվածի մասին։ Հայտնաբերվել են օդանավի սև արկղերը, որոնք կարող են լույս սփռել վթարի պատճառների վրա։ Կործանված C-130 Հերկուլեսը ամերիկյան արտադրության հուսալի ռազմատրանսպորտային օդանավ է, որը գտնվում է աշխարհի բազմաթիվ երկրների, այդ թվում Թուրքիայի զինված ուժերի սպառազինության մեջ եւ նախատեսված է զորքերի ու ռազմական բեռների տեղափոխման համար։
Իդեպ 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ սիրիացի վարձկանների է ներգրավել ռազմական գործողություններին։ Այդ վարձկանների տեղափոխման համար ըստ առկա տեղեկությունների օգտագործվել են թուրքական ռազմատրանսպորտային C-130 Հերկուլես օդանավերը։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Եվ վերջում հիշեցնեմ, որ Հայաստանի հավաքականը Հունգարիայի հետ խաղում պարտվեց 0-1 հաշվով, բայց ավելի լավ է, քան Պորտուգալիայի 5-0։ Արդեն առաջընթաց է։ Իսկ թե ինչ հաշվով է պարտվելու հաղթելու իշխող ԿՊ-ն վաղ շաբաթում հայտնի չէ։ Տիմերով ընդունված չէ էքզիթ փոլ կազմակերպել, բայց 3 քարոզչության վերջին օրներ տեղի ունեցած վերջին հանրահավաքները մենք լուսաբանել ենք 3, իմ գործընկերները ողջ շաբաթվա ընթացքում են առհասարակ աշխատել, հետևել են իրադարձությունների զարգացման ու քանի որ այսօր լռության օր է, ոչինչ չենք ներկայացնի, բայց Կիրակի ընտրությունների օրը լինելու ենք ուղիղ եթերում։ Հիմա հարցազրույց քաղաքագիտության դոկտոր պրոֆեսոր Արթուր Աթանասյանի հետ ուսանելի է, անպայման նայեք։ Կարևոր հյուր ունեմ, զրուցելու եմ քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արթուր Աթանասյանի հետ, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, եկաք, պարոն Աթանասյան, բազմաթիվ հարցեր կան քննարկել, մենք պարբերաբար այդ ունևես տաղավարում բուն քաղաքական հարցեր ենք քննարկում, որոնք սակայն ժամանակի ընթացքում շեղում են հասարակությանը կարևոր հմտություններ տեղ հասցնելու, զրկում են մեզ այդ տեղեկությունները տեղ հասցնելու հնարավորությունից, որտեղ անդադար քաղաքական նոր թեզեր, նոր օրակարգեր եւ քանի որ տեղեկատվությունն էլ ակտիվ է շրջանառվում, 24 ժամվա կտրվածքով 3-վա տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունը այսօր կարող է զրոյանալ։ Մեկ այլ այդպիսի կարևոր իրադարձությամբ։ Ու մարդիկ մոռանում են, քաղաքական հիշողությունը ժամանակի ընթացքում շատ կրճատվել է։ Նախ քննարկենք ինչով է սա պայմանավորված, ինչու է այդ քաղաքական հիշողությունը կրճատվել եւ արդյոք սա ուղիղ կապված է քաղաքական մշակույթի հետ, պես կամ այն հասարակարգում կամ հասարակությունում։ Մեզանում առաջին հերթին հայաստանյան հասարակության մեջ քաղաքական մշակույթի զարգացած չլինելն է, որ հանգեցնում է քաղաքական եւ կարճատեսության եւ կարճ հիշողության։ Ընդհանրապես մարդիկ հակված են, բոլոր մարդիկ հակված են հիշելու այն, ինչ իրենց դուր է գալիս, կամ ինչ տրավմատիկ է։ Այդ երկու տիպի պապկաներ ունենք մեր հիշողության մեջ եւ կուտակում ենք ինֆորմացիա, սովորաբար, երբ որ պետք է ինչ-որ բան ջնջել, որտեղ մեր հիշողությունը համակարգչի պես է, այդտեղ անվերջ չէ ծավալը։ Մենք ջնջում ենք ավելի ծանր եւ վատ հիշողություններ, քան պոզիտիվ, դրական եւ այլն։ Միշտ օրինակ մանկությունը մարդիկ հիշում են, ինչու որովհետեւ պոզիտիվ հիշողություններ են, բայց միշտ չէ որ հիշում են իրենց պատերազմական անցյալը, անգամ հիմա գիտեք դպրոցներում քննարկելով Ղարաբաղյան կոնֆլիկտը խոսում են այս վերջի պատերազմի մասին, կարծես թե առաջինը չէր եղել։ Մինչդեռ այն մեզ ավելի ձեռնտու է, մենք հաղթել էինք։ Հիշողությունը սահմանափակ կատեգորիա է եւ մենք հակված ենք հիշելու լավը, հիշելու պոզիտիվը, ընդ որում լավը ոչ թե օբյեկտիվ իմաստով, այլ անձամբ սուբյեկտիվ մեզ համար հաճելին։ Եվ այս առաջի պատճառն է, թե ինչու ենք հակված մոռանալու անգամ մեր դասերը, խաղաց դասերը։ Եվ երկրորդը իսկապես մենք մերժում ենք այն ամենը, ինչ մեզ ձեռնտու չէ։ Եվ սա էլ է կոգնիտիվ այդպես կոչված մերժողականություն հոգեբանության մեջ, երբ որ մենք օրինակ նկատելի ակնհայտ մի բան է, բայց ասում ենք ես չեմ ուզում դա տեսնել։ Եվ այդ որ չի ուզում տեսնել, օրինակ դու պիտի գնաս շտաբ գործի այսօր եւ տեսնում ես, որ քո տանը բնակարանում մաքուր չէ, պիտի ավլել, պիտի մաքրել։ Դու չես նկատում, որովհետև մեկա չես հասցնելու մաքրել։ Հետո կտեսնեմ եւ Եթե չես նկատում, նշանակում է ավտոմատ գոյություն չունի եւ ավտոմատ հետագայում էլ ազդեցություն չի ունենալու։ Քաղաքականության մեջ, եթե մասսայաբար չենք նկատում, այո, գոյություն չունի։ Եվ իսկապես սա կոչվում է կոնստրուկտիվիզմ։ Մենք ստեղծում ենք իրականության մի մասը մեր մտածողությամբ։ Սա մշակույթին է մոտենում քաղաքական եւ եթե մենք իսկապես այն հին հեքիաթների պես բոլորս ասենք, որ թագավորը շատ գեղեցիկ է եւ գեղեցիկ հագնված է եւ խելացի է, ապա այդ կոնստրուկտը, կոպիտ ասած, արհեստական իրականությունը կգա եւ կդառնա իրական։ Կա Թոմասի թեորեմ կոչվածը, որը որ հետեւյալ կերպով է կոչվում, եթե մենք որևէ իրականություն ընկալում ենք որպես իսկական, այն իր հետևանքներով իսկական կլինի մեզ համար։ Եվ օրինակ, շուն է եւ մենք սկսում ենք փախչել մտածելով, որ նա մեր հետևից կվազի։ Եվ այս Թոմասի թեորեմն է, եթե մենք գտնենք, որ մենք ունակ չենք, օրինակ, պաշտպանելու Հայաստանը եւ չունենք բանակ եւ համաձայնվենք այդ մտքի հետ, ապա իսկապես ունակ չենք լինելու։ Հերոսությունները կատարում են նրա շնորհիվ, որ մարդիկ հավատում են, որ կարող են։
Կամ սպորտում օրինակ, դու հավատում ես, որ կհաղթես, մոբիլիզացվում ես, իհարկե միայն հավատը չէ։ Դու մոբիլիզացնում ես քո ուժերը։ Եթե հավատում ես, որ կհաղթես, եթե չես հավատում, որքան էլ ուժեղ լինես, չես հաղթելու։ Եվ քաղաքական մշակույթում նույնպես հավատը պատահական չէ, որ իշխանությունները այսօր փորձում են մոնոպոլիզացնել նաև հավատալու ռեսուրսը, այն խլելով եկեղեցուց։ Ասում են՝ մի հավատացեք եկեղեցուն, հավատացեք միայն ինձ։ Սա պայքար է նաև հավատալու ռեսուրսի համար, եւ հույսն ու հավատը զուտ են ռոմանտիկ երևույթները չեն գրականության մեջ։ Հույսն ու հավատը մարդկանց կառավարման, մոբիլիզացնելու, հաղթելու ռեսուրսներ են։ Ինչին ենք մենք հավատում ձեր դիտարկմամբ հիմա, լայն հասարակությունը ինչին է հավատում եւ ինչի վրա է հույս դնում։ Սա շատ լավ հարց է եւ եթե հարցնենք հասարակությանը, իրենց փոխարեն չորոշենք, ապա հա, մարդիկ հավատում են, որ լավ կլինի։ Դա մեր մենթալիտետն է։ Վերջը լավ է լինելու։ Ուղղակի այդ վերջը բառն է վատը, այդ բանաձևում, որովհետեւ վերջը նեգատիվ կատեգորիա է իսկապես, վերջը չի կարող լավ լինել։ Սկիզբն է լավը լինում։ Եվ երբ որ մենք ասում ենք, չէ, սկիզբը վատ էր, եկեք վերջը լավ կլինի, սկիզբն ու վերջը դառնում է վատ երկուսն են, եւ այդ սյուժեն ուզում ենք շուտ փակել տանք եւ նորը սկսենք։ Այսպիսի փուլայնություն ունի մեր պատմությունը, մենք անդադ ուզում ենք փակել պատմության էջերը։ Փոխանակ իրենք բաց պահելով փորձենք այդտեղ կարգ ու կանոն հաստատել եւ կանոնակարգելով առաջ գնալ։ Իդեպ, քանի որ քաղաքական պատմության մասին խոսք գնաց, մենք ունենք երևի սովետական միությունից ժառանգած պատմության քաղաքական մշակույթի այնպիսի մի կողմ, որտեղ որևէ նոր բան սկսելու համար քանդում ենք հինը։ Եվ հեղափոխական մոտեցում չի, խոշոր հաշվով։ Երևի եւ կոմունիստական հեղափոխությունը բերեց Ռուսաստան այդ մշակույթը, որովհետեւ միջև այդ ռուսական կայսրության մեջ ամեն մի հաջորդ սերունդ կուտակում էր նախորդի հավաքածը եւ ավելացնում։ Այդպիսին էին օրինակ ազնվականների տոհմական ծառերը եւ ուրեմն կարողությունները եւ տները եւ կալվածքները եւ այն մեծացնում էին։ Այդպիսին էր տնտեսությունը, այն 17-րդ դարում մեծանում ընդլայնվում էր, այսինքն չէին փոխարինում մեկը մյուսով, այլ նաև ավելացվում էին։ Այսօրվա բիզնեսմեններն էլ են նույնը անում, օրինակ արտադրում ես կաթ, հետո որոշում ես արտադրել սուրճ նաև, ընդլայնվում ես, եւ սա նորմալ մոտեցում է։ Քաղաքականության մեջ ի տարբերություն այդ բիզնես մտածողության, մենք փոխարինում ենք նախորդը հնով, քանդելով հինը։ Եվ իսկապես ճիշտ եք ասում, հեղափոխությունը 17 թվականի Ռուսաստանում փոխեց իրենց քաղաքական մշակույթը, եւ մենք մտնելով այդ մշակույթի դաշտ եւս յուրացրեցինք սա, որպեսզի նորը ստեղծենք, պիտի քանդենք հինը։ Եվ օրինակ Ղարաբաղյան շարժումը 80-ականների առաջարկում էր ոչ թե Ղարաբաղը դարձնել անկախ եւ դարձնել հայկական սովետի պայմաններում, այլ սովետը քանդելով։ Սա միգուցե մեր խնդիրն էր, մենք պիտի բանակցեինք Արցախի տեղափոխման մասին եւ վերադարձի դեպի հայկականություն, չքանդելով սովետական միությունը։ Միացումը լավ էր, բայց անջատումը լավ չէր։ Եվ ահա մենք եւս իսկապես մեր լուման ունեցանք սովետական միության փլուզման մեջ եւ փլուզումը ինքը process է, որտեղ դու ինքդ քո միջի ինչ որ մի մաս պիտի քանդես։ Եվ հա իսկապես երբ որ Ռուսաստանում այսօր գնում ենք, տեսնում ենք եւ թագավորների արձաններ, Պետրոս Առաջինի արձանը Մոսկվայում կառուցվեց, բայց նաեւ Լենինի արձանները պահպանվեցին։ Մենք որոշեցինք, սա արվեց իրենց մոտ post-factum ձևով, այսինքն հասկացան, չէ, սպասեք, մի քանդեք, բայց նրանք դա հիշեցին, որովհետև իրենք քանդելով անցյալը սովետական միությունն էին կառուցում։ Մենք իդեպ փորձեցինք դա չանել եւ մեր եկեղեցու պատմությունը սովետական փուլում այն մասին էր, որ մենք ամեն գնով փորձում էինք մեր եկեղեցիները չքանդել եւ ներազդելով սովետական կառավարության վրա այդ smart խելացի մոտեցմամբ փորձում էինք նաեւ իրենց սովորեցնել՝ մի քանդեք, բայց տեսեք փոխադարձ է ամեն ինչ եւ յուրացրեցինք այդ մշակույթը, հիմա էլ մեր քաղաքական երկխոսությունը դիսկուրսը այն մասին է, որ նախորդը քանդելով է, որ նորը պիտի կառուցենք։ Մեծ պետություններ ունեն այդ ռեսուրսը, կարող են թույլ տալ, բայց փոքր պետությանը պետք է ամեն ինչ պահպանել, մեկը մյուսի վրա կառուցել։ Կոնֆուցիականության հիմքում թեպետ լրիվ այլ կերպ է, Չինաստանի գործող իշխանությունն էլ հիմա ասում է, չի կարելի
կառուցել նորը միանգամից քանդելով հինը, այսինքն քանի նորը չես կառուցել, հինը չպիտի քանդես, որտեղ ինչ որ հիմքի վրա պիտի սկսես այդ նորը կառուցել, հա, նոր տունդ կառուցի հինը չքանդելով, որ ապրելու տեղ ունենաս, եւ Չինաստանի իշխանությունը դա ընդունել է որպես հիմք եւ հիմա առաջնորդվում են այդ հայտնի սկզբունքով մեզանում կարծես լրիվ հակառակն է, այո, գուցե քաղաքական մշակույթից ելնելով, բայց այստեղ երկրորդ հարցն էլ կա, հա, ինչպես է այդ մշակույթը ձևավորվում, ինչպես է հասարակության մեջ այդ քաղաքական մշակույթը ձևավորվում, ովքեր են գործող անձիկ, շրջանակները, խմբերը, որոնք ներազդում կամ ազդում են հասարակության վրա, այդ քաղաքական մշակույթի ձևավորման մասով։ Այդ քաղաքացիական հասարակությունն է, կարծիքի լիդերներն են անհատ մարդիկ, վերլուծական կենտրոններն են ուղեղային կենտրոնները, քաղաքական ու պետական գործիչները, ովքեր են ու ինչպես է դա ձևավորվում, որովհետև ի վերջո հասարակությունը դե փոքր երեխայի պես է, հա, այս տեսակ ղեկավար ունես, այս տեսակ է դառնում, այն տեսակ ղեկավար ունես, այն տեսակ է դառնում։ Հիմա որոնք են ազդեցությունները եւ փոխազդեցությունները։ Բոլոր այն աղբյուրները, որ նշեցիք, եւ իսկապես ապացուցվել է արդեն, որ եթե քաղաքական process-ի սուբյեկտ, այսինքն տանող ուժ համարվում են ոչ միայն էլիտաները, այլ նաեւ մասսակոչվածները, մենք բոլորս ենք հավասարապես մտնում քաղաքական մեծ պրոյեկտների մեջ, մեկ առանց մյուսի չի կարող, օրինակ պատերազմը, քաղաքական process-ը եւս եւ պատերազմում, եթե բնակչությունը մոբիլիզացված է, բայց ղեկավար հրամանատարական կազմը թույլ է կամ չկա, նա նույն վատն է, ինչ որ հակառակը եթե լիներ, բայց ապացուցվել է արդեն, որ քաղաքական մշակույթ ստեղծվում է վերևից ներքև։ Մենք առօրյա մակարդակում զբաղված ենք մեր գործերով, ամեն մեկս եւ մասնագետ ենք եւ զբաղված ենք խնդիրներ լուծելով։ Քաղաքական մշակույթ ստեղծվում է վերևից, այն տրանսլյացիայի ենթարկվում, այսինքն թողարկվում է քանակի առումով, որակի առումով համոզիչ պետք է մատուցվի եւ կրկնվի անընդհատ, կրկնողությունը որպես մեթոդ կիրառվում է անընդհատ քաղաքական մշակույթի ստեղծման, դու պիտի ամեն օր հիշեցնես, ցուցադրես եւ նաեւ օրինակ ծառայես։ Ինչու ենք մենք անվանում ղեկավարներին էլիտա, որովհետեւ իրենք պիտի մեզնից լավը լինեն։ Եվ լինելով մեզնից լավը, ինչպես կաթի սերուցքը, այդ սերուցքային համնոհոտը հաղորդեն ամբողջ կաթին, որովհետև արտաքինով են դատում պետության մասին ընդհանրապես եւ մեր արտաքինը, ցանկացած պետության արտաքինը էլիտաներն են։ Էլիտան ստեղծում է քաղաքական մշակույթ նաեւ սեփական օրինակով։ Եվ այդ իմաստով իրենց վարքը պիտի լինի օրինակելի։ Տեսեք, շատ պարզ բան է, երբ որ մենք ասում ենք ինչու այս կամ այն քաղաքական լիդերը, այդ դեպքում նաեւ մեր լիդերները չպետք է անեին բաներ, որոնք որ ամոթալի են, որպես մարդիկ իրավունք ունեն, բայց քանի որ ներկայացնում են ազգը, պետությունը, իսկ մեր ազգը շատ բազմազան է, մեր ազգը նաեւ սփյուռքն է։ Որքանով է մեր լիդերը արտահայտում մեր սփյուռքի իմիջը, կոպիտ ասած, ցույց տալով ինչ որ բան, որը որ ասենք հարիր չէ մեր ազգին եւ ընդհանրապես օբյեկտիվ հարիր չէ, ոչ թե որովհետեւ մենք մեծարում ենք մեր ազգին, բայց այո, մեծարում ենք եւ ճիշտ ենք անում։ Բոլորն են իրենց ազգերին մեծարում եւ չպետք է մենք սկսենք մոռանալ, որ դա մեթոդ է։ Ծայրահեղությունների նախ շատ ենք մեծարում կամ շատ ենք ստորադասում մյուսներից։ Այսինքն մի ոսկե միջին գտնել միջև այսօր չենք կարողանում, էլի։ Ես բացատրեմ ինչու, որովհետև մեզ մոտ կա տրավմատիկ պատմություն, անցյալ եւ մենք տուժելով, նաեւ մյուսների հետ սխալ եւ ոչ արդյունավետ ռազմավարությունների հետևանքով, նաեւ մյուսների վատ վերաբերմունքից ենք տուժել մեր հանդեպ, իսկապես մենք պայքարող ազգ ենք եղել եւ պայքարում միշտ չէ որ հաղթել ենք, բայց նաեւ հաղթել ենք։ Այդ տրավման որ մեզ չեն ուզում, մեզ չեն սիրում, մեզ վրա արձակվում են, մեզ ուզում են ոչնչացնել, իսկապես այդպես է։ Եվ միևնույն ժամանակ տեսնելով մեր մեծերի աշխատանքը, արդյունքները եւ հպարտանալով դրանով մեզ մոտ կարծես ստեղծում է հակասություն։ Մենք շատ լավն ենք, բայց մեզ չեն սիրում։ Եվ դա ստեղծում է այդպիսի երևի բարդույթ, չէ՞ ասի դա թերարժեքության։ Փոքր ազգերի բարդույթ։ Փոքր ազգերի, մենք մեծ ազգ ենք, մենք փոքր պետություն ենք։ Մենք մեծ ազգ ենք եւ այդ բարդույթը փոքր պետության խնդիրներից է բխում, երբ որ մեծ բան փորձում ենք տեղավորել մի ինչ որ փոքր տեղի մեջ, օրինակ մի մեծ պատմություն փորձում ենք երկու էջերի վրա գրենք, այդտեղ պիտի շատ բան դուրս մնա։ Կոմպրոմիսների ես գնում անդադար։ Հա, կոմպրոմիսը իրականում լավ երևույթ է, բայց մենք գնում ենք եւ ինքնազոհության։ Երբ որ կտրում ենք մեր միջի ինչ-որ մասեր եւ փորձում ենք դրանից հրաժարվել, էս է խնդրեմը մեր ժողովրդի եւ
մենք ստիպված ենք անդադ ինքներս մեր միջի ինչ որ մի բանից հրաժարվելու եւ երբ որ դա տեղի է ունենում այլ պատճառներով օբյեկտիվ, օրինակ մենք զոհեր ենք կրում պատերազմում, մենք կարծես սկսել ենք նորմալ վերաբերել այդ զոհերին, որովհետեւ ասում ենք, հա, բա փոքր երկրում մեծ բաներ տեղավորել չի լինում։ Այստեղից նաեւ մեր մշտական արտագաղթը հայի այդ տենչը հայտնվելու ավելի մեծ տարածքում իր պատմական հիշողության պատճառով է գալիս եւ նաեւ իր այդ երազանքների, որոնք որ չես կարող տեղավորել փոքր գրքում, այդ մեծ երազանք։ Դա վտանգավոր չի մեզ համար, պարոն Աթենսյան, շատ ներողություն ընդհատելու համար։ Տեսեք, հիմիկվա օրակարգերը, որ շրջանառվում են, մեզ ասում են, եկեք տեղավորվենք 29743 քառակուսի կիլոմետրի մեջ, այդ պիսով գոնե թե պահպանելով եղածը։ Այո, մենք առանց էլ փոքրացել ենք, առանց էլ տարածքը մեզ բավարար չէ, թեպետ եթե միջինների գնանք եւ սկսենք համեմատել այլ երկրների հետ, այնպես չէ որ Հայաստանը գերբնակեցված պետություն է, էլի մենք Գահագին, Վայոց եւ Սյունիքի մարզերում ընդհանուր շուրջ 150,000 մարդ է ապրում, եթե չեմ սխալվում, եթե ոչ պակաս, հա, որովհետեւ ծայրահեղ քիչ են թվերը ռազմավարական նշանակության մարզերում։ Այսինքն սա ներքին հոգեբանական ինքնության հետ կապված խնդիր է, որ մենք ավելի մեծ շուկաներ ենք ուզում, շուկա ժամանակակից իմաստով է, մարքետ ենք ուզում գրավենք, հա։ Թե սա իրականում արդարացում է փախուստի դիմելու խնդիրներից, որոնք ունի փոքր պետությունը, կամ պատմականորեն են հիշողությունը, որ մենք միշտ պրոբլեմատիկ ենք եղել եւ հարևանների համար եւ նաեւ ինքներս մեզ համար։ Արդյոք սա արդարացում է, թե մենք իրոք համաշխարհային ժողովուրդ ենք եւ ուզում ենք աշխարհի համար ինչ-որ բան արած լինել, դրա համար մեզ չի բավարարում Հայաստանը, որը մեզ այդ մարքետը, դաշտը, հնարավորությունը, հեռանկարը չի տալիս ինքնաարտահայտվելու։ Ի վերջո, ազնիվ լինենք, այո, մենք բազմաթիվ ֆանտաստիկ մասնագետներ ունենք աշխարհի տարբեր պետական համակարգերում աշխատող, տարբեր պետությունների գիտական ոլորտում, մշակութային ոլորտում աշխատող, բայց արդյոք այդ այն ծավալն է, որը կարող ենք համեմատել, օրինակ, հարյուրավոր Նոբելյան մրցանակակիրների ազգությամբ հրա կամ որևէ այլ ժողովրդի, ինչու եմ հրյաների հետ համեմատում, որովհետև իրականում թվականակի տեսանկյունից մենք շատ մոտ ենք տարածքի խնդիրների թվականակի մասով, դրա համար եմ ուղիղ համեմատություն տանում, հա, թե սա արդարացում է պարզապես խնդիրներից փախնելու, մենք սիրում ենք խնդիրներից փախնել, թե պայքարում ենք խնդիրների հետ։ Նայած գիտեք, եւ մենք երկուսով հիմա խնդիրներ քննարկում ենք, որ լուծում գտնենք, չենք փախնում խնդիրներից, մեր բժիշկները չեն փախնում խնդիրներից եւ այլն, բնականաբար։ Ես օրինակ տեսնում եմ ոստիկանության աշխատողներ շատ հաճախ տեսնում եմ փախնում են խնդիրներից, ամենայն հարգանքով։ Իր կողքով անցնում է մեկը, որը հստակ, միանշանակ հասարակական վարքի հակառակ դրսևորումներն է ցուցադրում։ Հյուսային պողոտան նայենք, մոդել է, նույնքան շատ ոստիկան, որքան քայլող մարդ։ Եվ այնտեղ դու տեսնում ես ակնհայտորեն պրոբլեմային մարդկանց կամ ծաղիկ վաճառող երեխաներին, որոնք պրոբլեմ են, որոնց ետևում կանգնած է մաֆիա հաստատ։ Եվ ոստիկանությունը անտարբեր է, դա նշանակում է փախնում է պրոբլեմից նա։ Իր պրոբլեմն է սա, ինքը պիտի լուծի այդ պրոբլեմը։ Եվ նա փախնում է պրոբլեմից։ Բայց կան նաև մարդիկ, ովքեր ոչ միայն չեն փախնում, այլ մասնագետներ, որոնք մոբիլիզացվում են, հակառակ դեպքում մեզ մոտ քաոս կտիրեր։ Մենք շատ տարբեր ենք իսկապես եւ մարդկանց մի մասը Հայաստանից գնում է, ինչպես դուք եք ասում, որովհետեւ իրենց լայն տեսադաշտ է պետք եւ լայն դաշտ աշխատելու եւ ներդրվելու։ Մյուսները փախնում են, որովհետեւ պրոբլեմներից են փախնում եւ այնտեղ էլ են պրոբլեմներից փախնում։ Եթե օրինակ Գլենդելի հայերին Ամերիկան սկսի մոբիլիզացնել զինծառայության, որպես իրենք սկսեն պատերազմ Մեքսիկայի հետ, որի տարածքով հայերի մի մասը փախել է Ամերիկա, ապա հայկականության տեսանկյունից սա իրենց կռիվը չի լինելու եւ իրենք կգտնեն մեկ այլ տեղ փախել։ Կլինի Կանադա։ Կանադա եւ մենք տեսանք Ռուսաստանի երիտասարդ հայերին, ովքեր որ Ուկրաինայի այդ պատերազմի ժամանակ եկան, ես չեմ ուզում ասել փախան, բայց Հայաստանը սիրելով չէ, որ եկան massայաբար ստեղ։ 20 թվին գայիք, ասում է տղեկ։ Այնպես որ շատ տարբեր է եւ այս իմաստով մենք շատ տարբեր ենք, բայց տաղանդը ներուժը ազգի պիտի կառավարվի։ Վերադառնում ենք քաղաքական մշակույթին, իսկապես էլիտան պիտի ցույց տա այդ օրինակը։ Ես պարբերաբար բերում եմ այդ օրինակները ցարական Ռուսաստանի, ինչու, որովհետեւ ես համոզված եմ, որ այդտեղ էլիտան իսկապես աճեց, զարգացավ, խորացավ եւ կայացավ հեղափոխությունից առաջ։ Հետո այդ սերուսքները հանեցին եւ թափեցին դուրս ցավոք սրտի, բայց իսկապես ցարի երեխան պետք է զինվորական լիներ փոքրուց։ Եվ այդ է էլիտայի օրինակը։ Դու պիտի ցույց տաս, որ գիտես, ժողովուրդ, ես ձեզ չեմ դրթում վատ, դժվար
գործերի, ես ինքս էլ եմ առաջին շարքում գնում։ Իդեպ Մեծ Բրիտանիան հիմա լավ օրինակ է, որովհետև Մեծ բրիտանական թագավորական ընտանիքում ընդունված է, որ բոլոր արքայազները հետագայում թագավոր դառնալիս պիտի զինվորական կոչում ունենան, պարտադիր զինվորական ծառայություն անցնեն, եւ սա այդ օրինակն է, որ ժամանակակից աշխարհում կարելի է։ Եվ դա այն ժամանակ նորություն չէր, նորմալ էր։ Ուղղակի Բրիտանիայի հասարակությունն է փոխվել եւ հիմա ում է ցուցադրում թագավորական ընտանիքը այդ օրինակը, պակիստանցիներին չեմ կարծում, որ նրանք կհետևեն։ Կամ գերլիբերալ, նեոլիբերալ հասարակությանը պացիֆիստական։ Իհարկե։ Այստեղ մի շատ կարևոր դիտարկում էլ կա արդեն կրկին ազդեցությունների մասով, բայց գնալու ենք դեպի մեդիա։ Մի թեզ կա, որ շատ հաճախ շրջանառվում է, տարբեր գուցե նաև քարոզչական նպատակներով, որ հակասեմականությունը իրականում աշխարհում սերմանում են հենց սերիաները։ Եվ նպատակն է, որ իրենք բնական ինքնապաշտպանության մեխանիզմ մշակեն հրեաների շրջանում, որ անդադար պետք է պաշտպանվել, բարիերներ դնել ամբողջ աշխարհից, որտեղ ամբողջ աշխարհը դեմ է հրեաներին։ Իսկ եթե դեմ է, կռիվ է տալու հրեաներին։ Եթե քո դեմ ամբողջ աշխարհը կռիվ է տալի, դու պիտի ուժեղ լինես։ Որ ուժեղ լինես, պիտի բոլորը ծառայեն, որ բոլորը ծառայեն, նաև պիտի լավ զենք ունենաս, որ կարողանաս բավարարել զինվորիդ, եւ սա ավտոմատ է թվում նաև հրեական քարոզչության, որը շատ ակտիվ աշխատում է նաև Հոլիվուդում լինի, թե այլ կինո ինդուստրիայի այլ ոլորտներում կլինի, իրապես ապացուցում են տարաբնույթ ֆիլմեր նկարահանելով, որ այո, մեզ աշխարհը ուզում է ոչնչացնել եւ դրա համար մենք պիտի լինենք ուժեղ եւ սրա համար օգտագործում են բոլոր մեթոդները։ Անկամ հրեաներ, որոնք հիմա մեծ ամերիկյան կամ անգլալեզու շուկայում, շոու բիզնեսի, հեռուստատեսության շուկայում դառնում են առաջատարները, որոնց լսում են ամենուր, Նոր Զելանդիայից մինչև Արգենտինա, Հարավաֆրիկյան Հանրապետությունից մինչև Շվեդիա, եւ տպավորություն է ստեղծում, որ այդ մեթոդաբանությունը վերցրել են մեդիան օգտագործել, քարոզչությունը օգտագործել նախ հակասեմականությունը խորացնելու, հետո դրա դեմ հերոսաբար պայքարելու մասով։ Ինչ ազդեցություն է այս մասով մեդիան Հայաստանում եւ արտաքին եւ ներքին ազդեցությունների տեսանկյունից։ Մեզանում մեդիա ազդեցությունը արտաքին դեպի արտաքին միջավայր միշտ թերագնահատվել է եւ կամ ալարկոտությունից կամ սեփական պոտենցիալին չհավատալուց բազում օրինակներ էին դիտարկվում նախորդ 20 տարիների ամենակիչ ընթացքում, երբ որ մեր հարևան պետությունը Ադրբեջանը մի քանի լեզվով, այդ թվում հայերենով մեդիա աշխատանք էր իրականացնում մրցունակ, որակյալ այն իմաստով, որ գրավիչ էր։ Եվ մեզանում անընդհատ ասում էին ադրբեջանագետներ, թուրքագետներ, քաղաքագետներ, ինչու մենք չենք ստեղծում այդպիսի պլատֆորմաներ։ Ասելու բան չունենք, թե գտնում ենք, որ այնքան ճիշտ ենք, որ սա PR-ի կարիքը չունի։ Երկու հիմարություններ, որոնցով տարված էինք, բայց ես կարծում եմ ձեր ասածն է, ուղղակի ոչինչ չանելու համար էին դա այդպես վերաբերում եւ իսկապես մենք պարտվում էինք եւ վերջապես պարտվեցինք մեդիա գործունեությանը դրսում աշխատանքների առումով նաեւ նորից ըստեյության մեր ներկայացուցիչները արտերկրում նույնպես այդ մեդիա ալիքի էֆեկտն ունեին արտգործնախարարության ներկայացուցիչները, դիվանագետները, դեսպանները նաև մեդիատոր են, ինչու ենք ասում մաս մեդիա, մասսայական միջնորդ է ԶԼՄ-ն եւ մասսայական միջնորդ է նաև դեսպանը ներկայացուցիչը։ Մեր դեսպանների մեծամասնությանը մենք չենք հիշում, որովհետև ակնառու եւ հայտնի դեմք չդարձան, իրենք բիզնեսմեններ էին կամ այստեղ մեղքեր գործած մարդիկ, ում պետք էր Հայաստանից աքսորել կամ ուղարկել, որ բիզնես անեն, մեքենա առնեն, բերեն այստեղ վաճառելու, այսպիսին էին մեր դիվանագետները։ Չեմ ասի, որ հիմա ավելի լավն են։ Եվ մեծամասնության մասին է խոսքը, հակառակ դեպքում մենք հաղթանակներ կունենայինք։ Ես դրանով եմ չափում դիվանագիտական կորպուսի արդյունավետությունը, էֆեկտներով, հաղթանակով, ոչ թե կերպարներով եւ ինչ որ բաներով։ Սուբյեկտիվ չի, օբյեկտիվ է։ Եվ այդ իմաստով մեր արտաքին միջազգային լրատվամիջոցները հայաստանյան թերանում էին եւ եկան պարտվեցին։ Հիմա մենք post factum, այսինքն հետին թվով նորից փորձում ենք ինչ-որ բաներ անել եւ իսկապես ունենք բազմալեզու պլատֆորմաներ։ Ցավոք սրտի էլի հայկական քաղաքական մշակույթի մի բաղադրիչ կա, ստեղ ունենալ թե լինելու Էրիխ Ֆրոմի առումով։ Մենք շատ հաճախ նախընտրում ենք ունենալ եւ ոչ թե լինել։ Այն որ ունենք այդպիսի պլատֆորմ մեզ բավականացնում է, բայց ինչպես է դա աշխատում, որևէ մեկին չի հետաքրքրում։ Ունենալ, ասում ենք մենք ունենք 20 լեզվով պլատֆորմ, օքեյ, եկեք մտնենք տեսնենք այդ պլատֆորմը թարմացվել է,
Քանի տարի է որ չի թարմացվել։ Իսկ դիտումներ ունի։ Չենք նայում, որտեղ վախենում են կարիերեսվել ռեալ խնդրի հետ եւ սկսել աշխատել։ Եվս մի էլեմենտ կա քաղաքական մշակույթի, որը մենք ունենք, այդ իմաստով նույնպես մեդիա գործունեության, դա պատասխանատվության ստանձնման հետ կապված խնդրեմ է։ Չենք սիրում ստանձնել պատասխանատվություն։ Ինչ պատասխանատվություն, սա էլ ֆիքսենք։ Խոսքի գործողությունների, թեզերի, օրակարգերի որ։ Այո, ցանկացած բան սկսում ենք նախաձեռնությունից, չէ՞։ Մի բան պիտի նախաձեռնենք, քարը տեղից շարժենք։ Այս փուլում ունենք խնդրեմ, որտեղ նա ով նախաձեռնում է, գիտի, որ չի խրախուսվելու։ Համակարգի առումով, թիմակիցների առումով, ստիպված բոլորը պիտի շարժվեն, եթե դու այդ քարը տեղից շարժեցիր, պիտի գան կպնեն, որ քո հետ միասին իրավիճակ է փոխվում, որը ազդում է մնացածի վրա շատ չեն ուզում եւ ավելի շուտ քեզ կսկսեն համոզել եւ կասեցնել քո գործունեությունը, քան թե խրախուսել։ Սա ինչով է, ալարկոտությամբ է իրոք պայմանավորված կարծում եմ։ Երևի այդպիսի պահպանողական մոտեցում է, երբ որ չարից փորձանքից հեռու կոչվածը ժողովրդական լեզվով, մենք փորձում ենք ոչ մի բան չփոխել։ Դարձյալ դա միայն մեր մշակույթը չի, նույն ռուսները ունեն, միջև որ կարկուտը չսկսվի այդ մուժիկը չի շարժվի տեղից, կամ արջի մոտեցումն է, միջև քո որջին չմոտենան, արջը չի դուրս գալու։ Մենք արջ ժողովուրդ չենք իրականում, բայց այդ քաղաքական մշակույթը շատ լավ վատ իմաստով յուրացրել ենք վերջի փուլում արձագանքելու, վերջի րոպեին արձագանքելու, ընդ որում մենք շատ կոմունիկատիվ ժողովուրդ ենք եւ արձագանքը մեզ մոտ եւս ավելի շուտ ոչ թե գործողություններով է, այլ խոսելով է։ Սկսում ենք քննարկումներ ծավալել։ Փոխանակ իսկապես գործենք։ Պարոն Օթանեսյան, հիմա կցանկանայի, որ այս մեր ամբողջ խոսակցությունը փորձենք կոնկրետ օրինակներով բերել մեր դաշտի վրա, որպեսզի մեր հեռուստադիտողի համար հստակ լինի եւ քաղաքացիական հասարակության, եւ քարոզչության, եւ առանձին վերցրած մեդիայի եւ արտաքին գործոնների ազդեցությունը մեր կարծիքի ձևավորման վրա։ Իհարկե մենք ունենք բևեռացման շատ ծանր մթնոլորտ։ Բևեռացում կա եւ հոգեվոր կյանքում, եւ աշխարհիկ կյանքում, բառացիորեն կուսակցությունների շրջանում բևեռացում կա, մեզ անդադար ասում են, մատնացույց են անում, որ կան լավեր, վատեր, նախկիններ, ներկաներ, նրանք, որոնք ուզում են պատերազմ եւ նրանք, որոնք երազում են խաղաղության մասին եւ անում են ամեն ինչ։ Ինչպես է սա ազդում հասարակության վրա, առավել եւս այսպիսի վճռորոշ փուլում, որտեղ պիտի ազնիվ լինենք, այո, սա վճռորոշ փուլ է Հայաստանի համար։ Ինչպես է հասարակությունը սրա հետ հարմարվում։ Արդյոք կա այդ ներքին իմաստությունը, գիտակցությունը եւ ի վերջո հասարակությունը ճիշտ ընտրություն է կատարում, թե էլի ազդեցությունների տակ հասարակությունը կարող է թմբիրում հայտնվել եւ փակ աչքերով ընտրություններ կատարել, գալով աղետալի հետևանքների կամ ընդհակառակը, չգիտեմ։ Ինչպես է այս ամենը արդեն հողի վրա ազդում մեր հասարակության վրա։ Ես մի քիչ համատում եմ մեր հասարակության այսօր մի մարդու հետ, ով հայտնվեց հիվանդանոցում, միգուցե այնքան էլ հիվանդ չի, որքան քեզ ասում են, բայց դու արդեն այդտեղ հայտնվել ես եւ բժիշկը ասում է կամ պիտի վիրահատենք, ամպուտացնենք, քո ասենք ամեն ինչը, կամ դու կմեռնես։ Հիմա այսօր այս պացիենտը չի ուզում, ասում է չէ, չեմ ուզում, վաղը նորից այդ բժիշկը գալիս է, չէ, պիտի ամպուտացնենք, եւ վերջի դու հանձնվում ես եւ ասում ես, հա, կտրեք Արցախը, տարեք։ Չէ, ես համոզվեցի։ Հետո մյուս օրը այդ բժիշկը ասում է, գիտեք, բորբոքում սկսվեց։ Վատ օրինակ եմ բերում, բայց հիվանդությունը եւ պարտությունը շատ նման են իրար։ Եվ ասում է, չէ, գնաց բորբոքում, այն մյուս ձեռքը պիտի ամպուտացնենք։ Բայց չէ, չեմ ուզում, բայց գիտի, որ պետք է, որովհետեւ դու ինքդ հայտնվել ես հիվանդանոցում, չհայտնվեիր։ Առողջ կենսակերպ անեիր, չառնեիր բրաբուսներ, առնեիր տանկեր։ Չգնայիր առնեիր ինքնաթիռներ, առնեիր հակաօդային համակարգ պաշտպանության, չքարոզեիր օրինակ այն, որ մեր սուպերմարկետներում զեղչեր են, քարոզեիր այն, որ մեր բանակը կարևոր է, կամ չքարոզեիր այն, որ գիտեք ինչ կա, գնանք Դուբայ հանգստանալու, քարոզեիր Արցախը, բայց դու դա չարեցիր, դու հիվանդացար, եւ հիմա քեզ բժիշկը ասում է, իսկ բժիշկը քո բարեկամը չի, միգուցե անգամ քո թշնամին է։ Ինքը ասում է, հա, վերջո գլուխդ էլ կամպուտացնենք։ Դե իր գործը հեշտացնելու համար ամեն դեպքում։ Հիմա այդ իր ռիսկերը մինիմալիզացնել։ Այո, մեկ ոտքով, մեկ ձեռքով մարդ կարող է դուրս գալ, վեր կենալ եւ այդ հիվանդանոցից ամեն գնով փախչել, գնալ տուն, տեսնել ինչ կա, մոբիլիզացվել, վերականգնվել, խելքի գալ, մի հատ նմանատիպ այլ հիվանդների հետ կապվել եւ միասնական ձևով սկսեն պաշտպանել իր տունը, իր բնակարանը, իր հողը, այդ ձեռքը կաճի մի օր։
Բայց ինչ ենք անում մենք այսօր։ Մենք միմյանց մեղադրում ենք, կողքի պալատներում պարկած նմանատիպ հիվանդներ, մեկի պալատի վրա գրված է իշխանություն, մյուսի պալատի վրա գրված է ընդդիմություն, եւ փոխանակ մեկը մյուսի հետ ասի մենք երկուսս էլ նույն հիվանդությամբ ենք հիվանդ, եղբայր։ Կամ նույն հիվանդանոցում ենք։ Արի այս հիվանդանոցից փախչենք, գնանք տուն, մեր տունը Հայաստանն է։ Սա վերաբերում է նաեւ մեր Սփյուռքին, իդեպ։ Մեր տունը Հայաստանն է, եկեք միասին նստենք, խելքի տանք, մոռանանք այդ ամբիցիաները եւ լուծենք մեր խնդիրները։ Եվ հետո բժշկի հետ խոսենք, ինչպես պետք է, բայց այս դեպ միգուցե ինքը սկի բժիշկել չի։ Բայց մենք ինչ ենք անում, մենք ասում ենք գնա դու առաջինը բուժվի դու հիվանդ ես, գնա դու բուժվի դու հիվանդ ես, եւ այդ հիվանդանոցը ոչ միայն դառնում է տրավմատոլոգիայի կենտրոն, այլ նաեւ հոգեբուժարան, որտեղ դրանք նաեւ հոգեպես նորմալ չեն։ Եվ այս իմաստով, հա, վերադառնալով հասարակությանը, երբ որ այդ ամբողջը դիտարկում ես մեդիայով, առաջի ցանկությունն է քեզ մոտ կամ անջատել, կամ անջատվել։ Եվ երկու դեպքում են ըստ էության դու ուզում ես դուրս գաս քաղաքական process-ից։ Սրա հետևանքը այն է, որ մոտավորապես 50-55% բնակչության այսօր ասում է սոցհարցումների արդյունքում, որ որևէ մեկին չի աջակցելու։ Սա բացասական իրավիճակ է, տարբեր, եթե դիտարկենք մեր երկիրը։ Բացասական է, որ 55% չկողմնորոշված մարդ կա։ Չէ, իրենք կողմնորոշվել մասին է խոսում։ Իրենք ցավոք կողմնորոշվել են։ Եթե իրենք չկողմնորոշված լինեին, իրենք կդառնային պոտենցիալ օբյեկտ կողմնորոշելու։ Մենք ձեզ հետ հիմա կմտածենք ինչու ենք կողմնորոշվել։ Արդեն գնաց ցիկլը կողմնորոշվելու եւ եկան են էֆեկտիվ, որ հասկացանք չենք ուզում։ Եվ որ հասկացան ու չեն ուզում, դա իրենց ռացիոնալ եւ էմոցիոնալ ընտրությունն է։ Հիմա այդ մարդիկ գիտեն ինչու չեն ուզում եւ ոչ թե չգիտեն։ Այս տարբեր չեն ուզում բացառել բոլորին, այսինքն սկզբունքը բացառել բոլորինն է։ Չեն ուզում այսպիսի խաղ, այսպիսի խաղի կանոններ։ Այսինքն այդ մարդիկ ավելի շատ խաղի կանոններն են մերժում, քան քաղաքական կուսակցություններին, որոնք դաշտում կան։ Մոտավորապես ասեմ, ոնց որ պահածո է եւ տուփն են մերժում իր ամսաթվով եւ նաեւ պարունակությունը միջի։ Չեն ուզում ոչ այդ տուշոնկան, ոչ էլ այդ տուշոնկա գրվածը։ Նրանք ուզում են նիհիլիզմի չի տանում հասարակությանը։ Արդեն նիհիլիզմ է եւ այդտեղ գիտեք այդ շեմը շատ վտանգավոր է, երբ որ դու ամեն երկրորդ բնակիչդ չի ուզում, իսկ տուփը այս պարունակության կոչվում է Հայաստանի Հանրապետություն։ Եվ երբ որ մենք ասում ենք չենք ուզում ոչ այս ոչ այն նույն տուփի մեջ դրվածը, հետո տուփն ենք մերժելու եւ ասելու ենք չենք ուզում նաեւ Հայաստանը։ Այդպիսի դիսկուրս նաեւ ցավոք մենք արդեն խոսեցինք էլիտան նաեւ ձևավորում է քաղաքական գիտակցություն եւ մշակույթ։ Նաեւ էլիտան է այսօր ասում, հա ես էլ չեմ ուզում երրորդ հանրապետությունը։ Տեսեք ինչ վտանգավոր բանի եկանք։ Ոչ ոք չի ուզում Հայաստանը, հա։ Կամ վերցնենք բանակում ծառայելը։ Երբ որ մեր ազգային ժողովը օրենք է ընդունում այն մասին, որ եկեք կրճատենք ժամկետները զինծառայության, երբ որ մենք ունենք զանգված Հայաստանի, ով պարբերաբար ձև է գտել եւ փնտրել փախնելու զինծառայությունից, ստացվում է, որ կոմպրոմիս է սա, բոլորը համաձայն են, որ ինչքան քիչ ծառայություն, այնքան լավ։ Եվ այդ իմաստով կարծես թե իշխանությունները արտահայտում են բնակչության ինչ որ մի սեգմենտի կարծիքը։ Այսինքն իրենք ներկայացնում են բնակչության մի հատված, բայց որևէ քաղաքական ուժ, այդ թվում իշխանությունները այսօր մեծամասնական չեն Հայաստանում, սա մեծ խնդրեմ է։ Այսինքն Հայաստանը ղեկավարվում է մի իշխող ուժի կողմից, որը իշխում է ընդամենը իր զանգվածի վրա, իսկ իր ընտրազանգվածը էլի մոտավորապես 27% է այսօր։ Այսինքն յուրաքանչյուր հայ, որ դուրս է այդ իշխանամետներից եւ ոչ թե դեմ է, այստեղ մենք ատելության խոսք չենք սերմանում, օբյեկտիվ ենք, ով որ դուրս է այդ հյուրանոցից, իրեն համարում է փողոցային ըստ էության անպետք եւ չի ուզում այդտեղ հայտնվել եւ նա փնտրում է ձևեր փախչելու։ Ես հիշում եմ մեր պարսիկ մասնագետներն էին պատմում այն մասին, որ իրենց մոտ կա այսպես կոչված լրակյաց ընդդիմություն։ Ինչ է սա։ Երբ որ դու գիտես, որ քո բարձրաձայնում անդիմադիր կարծիքների իմաստ չի ունենալու, լուր ես դա անում, մենակ քանդում ես քո պետության հիմքերը, քո ոլորտում վատ ես աշխատում, քո սաբոտաժ էլի, դասական սաբոտաժ։ Դասական սաբոտաժ է եւ նաեւ արտագաղթ։
Հա, գնում ես Հայաստան իբրև թե Նովրուզ անելու, բայց գնում ես հերթ ես կանգնում Ամերիկայի դեսպանատան մոտ, անտեսանելի ձևով։ Եվ այլն, այս մեր վտանգներն են, ըստ էության, որոնք են մեր պլյուսները, կարողությունները, եկեք նաև պոզիտիվ լինենք։ Մեր կարողություններն այն են, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է համագործակցության առաջարկ անել։ Մենք դա անում ենք ցավոք դեպի դուրս այսօր։ Ընդդիմությունը փորձում է դրսում գտնել իրենց աջակցողներին, մեր իշխանությունը եւս։ Այսինքն հիմա շատ ներողություն ընդհատելու համար։ Այսինքն հիմնական օբյեկտը համագործակցության եւ դաշնակցելու ոչ թե հայ ժողովուրդն է դառնում ըստ էության ներսում, հիմնական դաշնակիցը իշխանություն դառնալու, այլ դրսի ուժերը։ Հա, փողոցային լեզվով ասած, ամեն մեկս մյուսի վրա մարդ է բերում ուրիշ հայաթից։ Եվ սա քո հայաթի մասին բնականաբար լավ բան չի ասում։ Դու սպայկա ես։ Եվ ինչն է մեթոդը, երբ որ մենք ասում ենք, հա, պետք է հարևանների հետ ընկերություն անել, երբ որ ասում եմ մենք ասում ենք, դա մեր պետական դիսկուրսն է այսօր, այդպես չի մտածում բնակչության մեծամասնությունը ի դեպ։ Եվ միշտ էլ մտածել է, որ մենք ինքնաբավ պիտի լինենք, չփնտրենք սպոնսորներ, որովհետև սպոնսոր փնտրողը նմանվում է մի աղջկա, ով որ շատ վատ անվանում ունի, ի դեպ քաղաքականության հետ առնչվող եւս։ Եվ այս իմաստով եթե ուզում ենք իսկապես հարևանություն անել, նայենք մեր անմիջական հարևաններին, միմյանց։ Մենք մի շենքում ենք ապրում, ինչու ենք նայում դեպի հայաթի, ուրիշ հայաթի, ասենք սպոնսորներ։ Եվ ահա պետք է իսկապես նույն լեզվով խոսող ազգը նույն նաև մտածողությունը ցուցադրի։ Դե ով է թելադրելու այդ նույն լեզուն։ Բաբելոնի օրինակը բերելով։ Լեզուները խառնվեցին, ամեն ինչ քանդվեց։ Հիմա ինչու ենք մենք սկսել տարբեր լեզուներով խոսել, որովհետև մի նոր Բաբելոն էլ Հայաստանն է դառնում քաղաքական առումով։ Պետք է բացել միմյանց հանդեպ սկզբից պատուհան, հետո դուռ։ Պետք է առաջարկներ անել։ Նորից եմ ասում, առաջինը, որ պետք է միաբանի հասարակությունը իշխանությունն է, այդպես է սահմանված։ Եվ իշխանության ֆունկցիան է միավորելը, ֆունկցիան, պարտադիր, պարտավոր են, ոչ թե ուզելով է կամ չուզելով է, եւ յուրաքանչյուր մեսիջ, որ իշխանության ներկայացուցիչը ուղղում է դեպի ընդդիմություն, այսօր թշնամական է։ Դա անթույլատրելի է, որևէ անգամ Ալիևն է ասում Ղարաբաղցիներ, եկեք ապրեք մեզ մոտ։ Իսկ մեր իշխանությունը ընդդիմությանը չի ասում, ժողովուրդ, եկեք միացեք, կպնենք միասին, բայց մենք էլ ենք բաց փոփոխվելու ուղղությամբ։ Իշխանությունը պարտավոր է դա անելու։ Իսկ ընդդիմությունը ոչ։ Ընդդիմությունը պետք է անի դա, բայց սովորաբար սահմանման համաձայն նա ով ունի իշխանություն, կարող է այդ իշխանության մի մասը քեզ առաջարկել։ Ընդդիմությունը չունի իշխանություն։ Ու այստեղ հավանաբար պիտի գանք ամփոփիչ, բայց կարծում եմ ամենակարևոր հարցին, հասարակության քաղաքական գիտակցության մակարդակին, քննարկեցինք, որ ծայրահեղ բևեռվածությունը թույլ չի տալիս նախ միմյանց լսել, որովհետև լսելու կարողությունը առանցքային նշանակություն ունի քաղաքականության մեջ, եթե ուզում ես հասարակությունը միաբանվի, չես կարողանում լսել, այդ նույն Բաբելոնն է ձևավորվում, մարդիկ սկսում են խոսել տարբեր լեզուներով։ Ով պիտի բացատրի, հասկացանք, որ իշխանությունը իր փայաբաժին անելիք ունի, բայց մենակ իշխանությունը չէ, որ պիտի աշխատի։ Ես որպես մեդիա ոլորտում աշխատող, դուք որպես գիտնական գուցե կամ կարծիքի լիդեր, ինչպես պիտի հասարակությունը ի վերջո հասնի նրան, որ բևեռացումը վատ է, Օրուելին հիշեցի, 2 ոտք վատ, 4 ոտք լավ, ոնց մարդկանց տեղ հասցնել, որ միաբանումը եւ զրույցը, դիսկուրսը ավելի կարեւոր է, քան թշնամանքը, այն էլ որտեղ նույն հայաթում։ Իհարկե, հեղինակություններ են պետք։ Եվ այդ հեղինակությունները ես չգիտեմ ունենք թե ոչ, երբ որ մենք ուսումնասիրությունների ժամանակ հարցնում ենք մեր բնակիչներին, ով է ձեր հեղինակությունը, հիմնականում պատմական գործիչների են բերում, ովքեր չկան, ողջ չեն։ Հա, մեր մտքում կոչինի, ճիշտ է, առաջին հերթին Մոնթեն, անպայման եւ այլն, իսկապես այսօր ովքեր են ասում եմ ձեր օրինակելի կերպարներ, չասենք հերոս, չնայած հերոսը անգամ հին հունական դիցաբանության մեջ ֆիքսված մի երևույթ էր, որ ավելի մոտ էր աստվածներին, չէ, ինքը մարդ է, բայց ավելի մոտ աստվածներին, քան մյուս մարդիկ, եւ ավելի ուժեղ ու բարի է միշտ հերոսը լինում։ Միշտ ովքեր են մեր հերոսները այսօր, իսկապես Եռաբլուրն է։ Իսկ իրական տեղերում, որտեղ իրենք ողջ են, կենթանի են, անում են, հա, մեր սպորտսմենների են նշում, ովքեր իսկապես մեր պատիվը բարձր են պահում, եւ մեր մասնագետներին, ովքեր որ մեզ պատիվ են բերում։
Քաղաքականության մեջ հերոս չունենք։ Բայց դա օրինաչափություն չէ։ Հա, բայց դա խնդրեմ է մեր եւ մենք պիտի մի բան անենք առաջին, այսինքն այն մեխանիզմները, որ ասում եք, ինչ անենք, ինչպես միաբանենք մի հայաթի մարդկանց, բնակիչներին, հա, պետք է մեկը, ով որ նախաձեռնություն կցուցար, մեկը, մյուսը, երրորդը, չորրորդը։ Ես օրինակ մեր բակում իջած արտնկեցի մի քանի հատ, ասենք մարդիկ կան, որ հիմա ինձ հետ շփվում են այդ թեմայով։ Նախաձեռնություն Եվ նախաձեռնությունը պետք է լինի զգույշ, քաջ, համապարփակ, բոլորին ներառող։ Երբ որ խոսում էի քաղաքացիական հասարակության մասին, իհարկե այդ կազմակերպությունների բազմությունը, հասարակական կազմակերպությունները ահա որ կարևոր էին, որովհետև շատ մարդկանց թույլ տվեցին ինքնադրսևորվելու, բայց քաղաքացիական հասարակության կազմակերպությունները աշխատում են փոքր սեգմենտների հետ։ Պետական ինստիտուտներն են, որ մեծ նախաձեռնությունների սուբյեկտ են եւ պետական կազմակերպություններ եւ անհատներ կարող են հերոսական մոտեցումներ եւ նախաձեռնություններ ցուցադրել բարեփոխումների առումով ոչ թե եկեք տանկ քանդենք, ջարդենք, սպանենք, այլ ինչպես բարեփոխենք ինչ որ բան եւ դա պետք է լինի համայնքային ծրագրերից սկսած փոքր ծրագրեր ներառականությունը ապահովելու համար հավանաբար։ Իհարկե, եւ ես միշտ ասում եմ, օրինակ մեր ընդդիմադիր ուժերի իմ ընկերներին, ես ունեմ ընկերներ եւ իշխանության մեջ եւ ընդդիմության մեջ, ես ինքս փորձում եմ օրինակ ծառայել, որ մենք նույն ազգն ենք։ Եկեք կամրջվենք։ Եվ այդ օրինակներն եմ ասում եմ, տեսեք ինչ եք անում։ Շատ մեր գյուղերում կան խոնարհված եկեղեցիներ, քանդվող։ Մենք սիրում ենք այդտեղ գնալ որպես տուրիստներ, գնանք որպես տանտերեր։ Գնանք տեսնենք ինչ աշխատուժ կա գյուղում, իսկ ինքը կա, շինարար մարդիկ են։ Վճարենք այդ մարդկանց, առանց վճարելու էլ կկառուցեին, բայց ժամանակ չունեն, զբաղված են։ Վճարենք, վերականգնվեն այդ եկեղեցիները եւ մենք ունենանք եւ աշխատատեղ, եւ մեր մշակույթի եւ պատմության վայր, եւ նաեւ միասնական գործողության փոքր օրինակ, որը կծավալվի։ Տեսանելի արդյունքով իդեպ։ Տեսանելի բոլորիս համար։ Եվ իսկապես եկեք վերջի վերջո չվերաբերենք մեր պետությանը ինչպես տուրիստներ, եկվորներ։ Շատ ցավալի երևույթ է։ Շատ ցավալի երևույթ, որովհետև այստեղ արդեն գնալով ամփոփման շատ ցավալին է նաև արտերկրում հայրենակիցների հետ շփվելիս, որովհետև այո, քաղաքական տեսանկյունից լինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Ռուսաստանի Դաշնությունում շատ անհանգստացած է։ Առաջին հարցը ինչ տալիս են, եթե գիտեն, որ դու նաև ոլորտում, մեդիավոլորտում ներգրավված ես, սկսում են ակտիվորեն քննարկել Հայաստանի ներքաղաքական կյանքը։ Մտորել, որ այս մեկը էսպես պիտի աներ, մեկը այնպես պիտի աներ, մենք էսպես պիտի վարվեինք, որ էսպես լիներ։ Ես թույլ եմ տալի 10-15 րոպե, մարդը սիրտը բացի, հանգստանա, բայց հաջորդիվ պարզ հարց եմ տալիս, ասում եմ, այդպես էիք պատկերացնում, գայիք անեիք։ Որովհետև սկզբունքային հարց կա։ Մենք իրոք ժամանակ առ ժամանակ սիրում ենք հայրենիքը հեռվից, չգիտեմ ինչպես է ձևով, թեպետ գիտեմ կարելի է մտորել եւ հասկանալ ինչու է այսպես ձևորվել, բայց սա մեծ աղետ է մեզ համար, որովհետեւ մյուս մարդիկ էլ որոնք հեռանում են Հայաստանից, այդպես են վարվում։ Ինքն գնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, բայց շարունակում է ապրել Հայաստանի կյանքով։ Այսինքն Հայաստանը ապրելու համար չէ, Հայաստանը պարզապես մտորելու, հիշելու, ջղայնանալու համար։ Բայց երբ գալիս է նախաձեռնողականություն ցուցաբերելու, որոշում կայացնելու, պատասխանատվություն վերցնելու հարցը, մենք կարծես այդ զանգ կախողը երբեք չենք դառնում, էլի, մեզ պետք է պարզապես ճառն ասել։ Եկեք դառնանք եւ եկեք այդ մեր հեքիաթները հերքենք մեր օրինակով։ Հեքիաթը օրենք եւ կանոն չէ։ Հեքիաթը ուղղակի մոտեցում է, որը որ բոլոր այլ մոտեցումների հետ հավասարապես քեզ առաջարկվում է։ Ես շատ սիրում եմ այդ Թիլ Օյլենշպիգելի մասին լեգենդը։ Ինքն էլ է հեքիաթ, բայց ինքը ռեալիստական կոչ է լինելու ակտիվ, չընկրկվելու, չհանձնվելու, հավատալու եւ նախաձեռնելու մեծ պրոյեկտներ, մեծ գործեր, չվախենալու պրոյեկտ է սա։ Եվ եկեք մենք այսպիսի հեքիաթները իրականացնենք եւ ոչ թե Քաչնազարի կամ ասենք թե Կիկոսի եւ այլնի։ Հա, դրանք բանաձևեր չեն մեզ համար։ Պարոն Աթանեսյան, շատ շնորհակալ եմ ձեր թանկագին ռեսուրսը ժամանակը մեզ տրամադրելու այս կարևոր հարցերը քննարկելու համար։ Մեր հեռուստադիտողներին էլ հիշեցնեմ, որ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սոցիոլոգ Արթուր Աթանեսյանի հետ էի զրուցում։ Վստահ եմ, որ ձեր կարծիքները եւս կտեսնենք մեկնաբանության հատվածում, ինչ եք կարծում դուք բարձրացված հարցերի շուրջ եւ արդյոք ինչ-որ բան փոփոխ է այս հարցազրույցը։ Բայց պոզիտիվ կարծիքներ, կոնստրուկտիվ։ Հա,
հուսանք, որովհետև դες զրույցից հետո բացառապես կոնստրուկտիվ բաներ պիտի դիտարկենք։ Շնորհակալ եմ կրկին։ Մնացեք մեր եթերում։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքան, ինձ մնում է միայն հիշեցնել, որ ձեր ամենակարևոր աջակցությունը մեր ալիքին, բազմալեզու հայկական լրատվական գործակալությանը, համահայկական լրատվական գործակալությանը Reopen Media-ին, առաջին հերթին հավանելու կոճակը սեղմելն է, եթե իրոք հավանեցիք, որտեղ մեր ամբողջ թիմը օր ու գիշեր աշխատում է ձեզ օբյեկտիվ բազմակողմանի ու անաչառ տեղեկատվություն տալու եւ առհասարակ լուրը բացատրելի դարձնելու համար ձեզ համար։ Դրա համար հավանելու կոճակը սեղմելով դուք օգնում եք մեր ամբողջ թիմին վստահ լինել, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում։ Հետո իհարկե մեկնաբանությունների հատվածում խնդրում եմ պատասխանել են բոլոր հարցերին, որոնք ես հնչեցրեցի քիչ առաջ է թվում ներքին քաղաքական եւ արտաքին քաղաքական կոնտեքստում։ Եվ իհարկե, եթե համարում եք, որ օգտակար է եթերը եւ մոտորելու լայն դաշտ է տալիս, կիսվեք այս թողարկումը այլ սոցիալական ցանցերում, որտեղ այդպես մեզ ավելի տեսանելի եք դարձնում ամբողջ հայությանը։ Դել չեմ ասում ամբողջ աշխարհին հաշվի առնելով, որ մենք բազմալեզու լրատվական գործակալություն ենք։ Այս ժամի համար այսքանը։ Ես Դավիթ Գրիգորյանն եմ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։